Երևանում արդեն առավոտյան ժամը 8-ն է մարտի 21-ի, Լոս Անջելեսում 20-ը։ Ողջույն պարոն Պապյան, շնորհակալություն մասնակցելու։ Պարոն Պապյան, օր-օրի ճիշտ է, դուք անընդհատ եթերում եք եւ անընդհատ հարցազրույցների մեջ, բայց այնքան արագ է ամեն ինչը փոխվում մեր շրջապատում, շրջակայքում, որ անընդհատ մեկնաբանության եւ այսպես հարցի մեխերը իմանալու բան կա, բայց ես մի հատ ուրիշ հարց եմ ճիշտն ասած այսօր ուզում սկսել, առաջի հարցս տամ, այն օրը ձեր TikTok-յան եթերն է, հարց ու պատասխանն էի լսում, ու մի հետաքրքիր, ու էսի առաջի անգամ չէ, ուղղակի այս անգամ ոնց որ ավելի ամրապնդվեց։ Հարցադրում եղավ, չգիտեմ ով էր հարցը տալիս, ասում է, ես գիտեմ երկու Արա Պապյան, մեկը Բևերի Արա Պապյանը, մեկը Արա Պապյան, ընդունում է այն Արա Պապյանին, բայց Բևերի Արա Պապյանին չի ընդունում։ Կարող եք մեկնաբանել, ես ոնց էս երկիությունը, ինչի է դա մարդկանց այդ ու էսի առաջի անգամ չի, էսի արդեն որիորդ անգամ բան ենք անում։ Կարող եք երկու խոսքով տեղից սկսենք, հետո անցնենք, խնդրեմ։ Գիտեք, եթե նման անգամ գործունեությունների, ասենք, բաժանում կա, միևնույնն է դա երկմիասնության մեջ է գտնվում, որտեվ Արա Պապյան, որ մոդուս վիվենդիով է զբաղվում, ղեկավարում այդ կառույցը, որը հայկական պահանջատիրության հարցերով է զբաղվում, փաստաթղթեր է տպում, գիտական ինչ-որ գործունեությամբ զբաղվում, եւ Արա Պապյան, ազգաժողովրդական Բևերի խորհրդի անդամը, դա նույն մարդն է։ Ես առիթ ունեցել եմ դեռևս տարիներ առաջ գրելու, որ առանց քաղաքական խնդիրները լուծելու այս իմ գործունեություն, ասենք պահանջատիրական մասով, կարող է որևէ բանի պետք չկա եւ ցավոք սրտի հենց Նիկոլ Փաշինյանի այսօրվա գործունեությունը մենք տեսնում ենք, որ ոչ թե տարիների, տասնամյակների իմ եւ շատերի աշխատանքը մեր պահանջատիրության, մեր իրավունքների հարցով ինքը մի շարք հայտարարություններով, ասենք 1-2 տարվա գործունեությամբ լրիվ ոչնչացնում ու չեզոքացնում է։ Հետևաբար նման բաժանում կարծում եմ իրավացի չէ եւ որևէ մեկի մեջ չկա։ Գիտեք, ամերիկացի բանաստեղծ Էդգար Պոն ասում էր, եթե դու սիրում ես նախաճաշին, քո թիկունքին որ կանգնի քո ստրուկը, դեն ժամանակ ստրուկներ կային, անգամ դա է անդրադառնում քո պոեզիայի վրա։ Մարդու կյանքում նման բան չկա, որ շատերը փորձում են իբր թե ասել, որ ինքը գիտեք, լավ գիտնական է, բայց վատ մարդ է, չէ, այդպես չի լինում։ Մարդը ամբողջության մեջ է, կամ ընդունում ենք նրա, ենթադրենք պահանջատիրության վերաբերյալ դատողությունները, մտքերը, աշխատանքը, բայց ազգային ժողովրդական Բևերը, որը հանդես է գալի դա կենսագործելու եւ ըստ էության իր արտաքին քաղաքականության նաեւ ասենք հիմնակարերից մեկն այդ մոտեցումը, դա լինի իրավահաջորդության հարցը առաջին հանրապետության, իրավական ճանապարհով մեր եւ միջազգային իրավունքի հիման վրա խարսխված սահմանների հստակեցում եւ բազմաթիվ բաներ, այդ ամբողջը ի վերջո նաեւ գալիս է մոդուս վիվենդիի կատարած աշխատանքից։ Այո։ Շնորհակալություն, շատ համապարփակ։ Ուղղակի ես արդեն նկատելի է դառնում, հայ մեկ-մեկ ձեր հարցազրույցների չէ, ներկայացնում են մոդուս վիվենդին, չեն ներկայացնում, ասում են քաղաքագետ։ Նենց մի սաղ կետեր Դա մի քիչ ուրիշ հարց է, փորձում են, որտեղ գիտեք, իրենք չեն ուզում հնչեցնել Բևերի անունը, եթե նկատել եք անգամ մեզ այդքան շատ խարկոծողել չկա, որտեղ փաստացի չեն կարող, բայց ուզում են լռության մատնել, որտեղ անգամ բացասական վերաբերմունքը մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնում։ Գիտեք, ես դեռ այն ժամանակ, երբ որ ասենք մի 2 տարի առաջ հանրայինի երկրորդ, ոչ առաջինը, հանրայինի երկրորդ ալիքն էին կանչում, մի շատ հետաքրքիր դեպք եղավ, դե հիմա ես գիտեք, այդ կրծքանշանով հաճախ հանդես եմ գալիս, Բևերի, հիմա իրենք ուզում են այդ ինձ հանել տան, ասում են, վայ պարոն Պապյան, միկրոֆոնը կպնում, ձայն ալնում, խնդրեմ այս նշանը հանեք, ասի հարց չկա, ձախ կողմից հանեցի, աջ կողմի վրա կպցրեցի, հա, ու այլևս բան չէին կարող ասել, բայց դա այդպես է,
այսինքն փորձ է արվում եւ միայն իմ նկատմամբ չէ, բոլորի նկատմամբ, այսինքն կանչում են, որտեղ գիտեն, որ ասելիք ունես, կանչում են հաճախ, որովհետեւ գիտեն ինչ պիտի ասես եւ եթե պետք է այդ բանին ճշմարտությունը մասնավորապես Ռուսաստանի երեսին շփացնելու համար կանչում են, որ ասես օգտագործում են քո այդ ասածը, բայց չեն ուզում, որ այսինքն մարդիկ իմանան, որ սա բևերի, ասենք, տեսակետն է, կամ ասենք հանդես է գալիս մարդը այդ կառույցյանով, դրա համար ցավոք սրտի այդ նման մոտեցում կա։ Այո։ Քանի որ մեդիաներից խոսեցինք, երևի տեղից գնանք, այս ամերիկյան նոր վարչակարգի որոշումները ազատություն եւ Ամերիկայի ձայն, այսպես իհարկե խոսքը վերաբերում է գլոբալ համաշխարհային, բայց մեզ հետաքրքրում էր հատկապես ազատություն ռադիոկայանին եւ BBRS առումով իր մտահոգությունները հաղորդել էր Վաշինգտոնում ձեր այցի ժամանակ, այս առումով ինչ նկատառումներ կան, ինչ զարգացումներ կան, պարոն Պապյան, եւ դա լավ է թե վատ է այդ փակելը, թե դա լուրջ է միջև վերջ չգնալու, թե ինչ որ պրոստը ասված խոսք է։ Այն որ այդ աշխատակիցները, ինչպես նաև տարբեր այլ գործակալությունների աշխատակիցներ ամերիկյան դատարանում բողոքարկում են, որտեղ դա աշխատանք են կորցնում, հաճախ բավականին լավ աշխատանք է, դա կարծում եմ ամերիկացիները իրենց օրենքով պաշտպանելու են։ Բայց վերադառնանք մենք Հայաստանյան կամ հայկական այսպես կոչված հայալեզու ազատություն ռադիոկայանին, գիտեք, ես գոնե մի 15 տարի է հետևողականորեն, այսինքն չէ ավելի շատ 2003-ից երբ որ ես պաշտոնապես այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրեցի ես Ուլսենյան իրավարար վճռի հարցը եւ հայ-ամերիկյան հարաբերությունները, ես այն մարդկանցից եմ, որ զբաղվում եմ եւ մշտապես էլ զբաղվել եմ, իսկ բևերը որպես քաղաքական կառույց է զբաղվում, չկա մի որևէ կառույց, կուսակցություն, շարժում, որը օրինակ ասենք նոյեմբեր 22-ին շնորհակալական երախտագիտական ցույց հանրահավաք անի ամերիկյան դեսպանատան դեմ, շնորհակալություն հայտնի Ուիլսոնի իրավարար վճռի համար, մենք մեր ջանքերի շնորհիվ հսկայական նյութեր ենք տպագրում, բողոքի ցույցեր ենք արել, օրինակ նույն բազմաթիվ անգամներ ռուսական դեսպանատան եւ այլն։ Եվ գիտեք, տարօրինակ կերպով երբևէ ազատություն ռադիոկայանը, որը հենց փող էր ստանում ամերիկյան հարկատուների հաշվին, ուղղակի կամ անուղղակի, որտեղ այնտեղ նաև գրանտային ծրագրեր կան, երբևէ չի լուսաբանել։ Це տարօրինակ է։ Ինձ անձամբ եւ մյուսներին, ինչ ասեմ, 10 տարի չեն կանչել խոսալու։ Այսինքն հարց առաջանում, դուք կանչում եք բացահայտ ռուսական տեսակետը ներկայացնողներին։ Համաձայն եմ, ազատ պիտի լինի մամուլը, պիտի նաև իրենց հնարավորություն տրվի։ Բայց հակառակ, այսինքն նույն ամերիկյան պաշտոնական տեսակետին հաճախ համընկնող տեսակետի համար ինչու հնարավորություն չեք տալի։ Մեզ համար սա խիստ տարօրինակ է եղել միշտ, անհասկանալի, տարբեր ենթադրություններ են եղել, սկսած որ դա գործակալական ցանց է, ուղղակի ռուսական ներդրած տարիների վեր, դեռ սոսեմ տարիներից գործակալներ են աշխատում, այդ ենթադրությունը վերջ ասած, որ ուղղակի անձնական ինչ-որ խնդիրներ ունեն, անձնականն այդքան չեմ հավատում, որովհետև դե լավ մեկի հետ խնդիր ունեն, մյուսների հետ էլ խնդիր հոպիտի չունենան, բայց այնուհանդերձ այսպես ասենք, մեզ երբևէ հնարավորությունը չի տրվել, բացի ասում եմ նաև իրենք չեն էլ լուսաբանել, այն դեպքում երբ որ հաճախ, այսինքն ուրիշ չեզոք հերուստա ալիքներ կամ առցանց ալիքներ լուսաբանել են, հետևաբար մենք մեկ էլ ասեմ նաև կապված USAID-ի հետ եւ այլն, բան, նաև տարբեր դրամաշնորհի հետ։ Ուրեմն BBR-ը, ազգային ժողովրդավարական BBR-ը, ինչպես նաև Modus Vivendi կենտրոնը, երբևէ որևէ ամերիկյան, եվրոպական, ռուսական կամ որևէ այլ կառույցից դրամաշնորհ չի ստացել։
Հետևաբար մենք մեզ համար ոնց ասած դա միևն է, թող մտածեն նրանք, ովքեր նույն ամերիկացիներից փողեր են ստանում ու ամերիկացիների դեմ են խոսում։ Եվ ես կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն այտել ձեր միջոցով, հատկապես Լոս Անջելեսի հայությանը, որ ազգային ժողովրդական բևերի աջակիցը, թիկունքին կանգնածը, չգիտեմ, օտար բառով ասենք սպոնսորին, ինչ ուզում եք ասել, դա հայությունն է։ Մեր հայությունը, որ ապրում է դրսում, չեմ ուզում ասեմ Սփյուռքում, որտեղ հաճախ այդ մարդիկ իսկապես սփյուռքահայել չեն, այսպես ասենք ժամանակավորապես աշխատում են Միացյալ Նահանգներում եւ իրենց սրտում է ցանկությունը կա վերադառնալու եւ շատերին տեսնում են, որ ասենք վերադառնում են, եթե որ հնարավորություն է ալնում, այսինքն թոշակի են անցնում ֆինանսական եւ այլն։ Հետեւաբար սա մի անգամ եւս ուզում եմ պատասխանել նրանց, ովքեր որ զրպարտելով մեզ մեղադրում են տարբեր, չգիտեմ, կողմերից ֆինանսավորման եւ աջակցություն ստանալու ոչ, ցավոք սրտի ոչ, որտեղ այո ճիշտ կլներ, եթե Ռուսաստանը իր կողմնակիցներին հնարավորություն է տալիս, մեդիա հնարավորություններ է տալիս եւ ստեղծում են անընդհատ նոր հեռուստա ալիքներ, մեզ եւս այդ հնարավորությունը տրվեր։ Այո Ասենք, բայց տրվել արևմուտքի կողմից նկատի ունեմ։ Շնորհակալություն, պարոն Բաբյան, մենակ ձեր թույլտվությամբ ավելացնեմ նաև Սորոսը, որովհետև դուք թվարկեցիք, հիմի պիտի ասեն երևի Սորոսից ստանում են անունը չեն տալիս։ Բայց ասեցինք, որևէ մեկից չենք ստանում, եթե երբևէ ոչ դիմել ենք, ոչ ստացել ենք, բնականաբար Սորոսն էլ դրա մեջ է։ Իդեպ ասեմ, այդ Սորոսի, անգլոսաքսերի, ջհուդամասոնների այդ թեման այսպես կլասիկ KGB-ական խոսույթ է։ Հա, այս բառը որ ասիկ անգլոսաքսեր բան լսել է, բայց վերջերս հատկապես Գյումրիում տարածում ա գտել ես ընտրապայքարային բանի մեջ անգլո-թուրքերը, այդ դրանք ովքեր են, պարոն Բաբյան, անգլո-թուրքեր, սենց հա Նայեք, երբ որ մենք նայում ենք նման խոսույթի, քարոզչության եւ գուցե պրոպագանդային, նրանք ովքեր որ ռուսերեն գիտեն ու հետևում են ռուսաստանյան լրատվությանը կարող են ուղղակի կապը նկատել։ Այն, այսինքն խոսույթ ինչ որ հայտնվում է այնտեղ, սկսում են բան անել, կրկնել, որտեղ դրանք ածանցյալներ են ռուսական պրոպագանդայից կառույցներից եւ այո հաճախ էլ ռուսների կողմից ֆինանսավորվող եւ հաճախ իրենք չեն էլ թաքցնում։ Հիմա այսօր Ամերիկային կպնել այդքան էլ ձեռնատու չի իրանց, որովհետեւ ոնց որ թե Թրամփը այդքան էլ վատ չի իրանց համար, էլի Պուտինից սկսել է խոսալ, ուրեմն եթե առաջ ասում էին անգլո, չգիտեմ, ամերիկյան, անգլոսաքսերը, ամերիկացի կեսկոմ են կողմ, եւ բնականաբար հայն միշտ էլ կարելի է թուրքով բան անել, հակադրության տանել, թուրք են կոչում, բայց հենց հարցը այն է, որ այսօր չկա անգլո-թուրքական ընդհանուր քաղաքականություն, բայց կա ռուս-թուրքական ընդհանուր քաղաքականություն, եւ մենք դա տեսել ենք նույն Արցախում, Շոյգուն է դրա մասին խոսել, մյուս ղեկավարներն են խոսել, ի վերջո Աղդամի մշտադիտարկման կամ Ակնայի մշտադիտարկման կենտրոնում անգլիացիներն ու թուրքերը չէին մեզ վերահսկում, այլ ռուսներն ու թուրքերը, բայց քանի որ հաճախ գիտեք խոսքը ավելի ազդեցիկ է մարդկանց ականջին դյուրությամբ ասնում, քան մարդիկ այդ փաստերին ակնհայտ փաստերին տեսնելով սկսում են չհավատալ, ինչ որ բաներ են բերում, որ գիտեք Թուրքիայում Բրիտանիայի նախկին դեսպանը հիմա մի վեցի, չգիտեմ, ղեկավարն է, հետևաբար, չգիտեմ, որ անգլո-թուրքական քաղաքական գիծ կա։ Նայեք Աստվածաշունչը մի ճշմարտությունն է, ես բազմաթիվ անգամ հղում կատարել եմ, որ ծառը պտուղից է իմացվում։ Մի հատ նայեք, կրկնում եմ, նայեք ով է Թուրքիային տալիս ատոմային տեխնոլոգիաներ, ով Էրդողանին փրկեց այդ հեղաշրջումից, ով ընդհանրապես պահում թուրքական տնտեսությունը քիչ թե շատ կայուն միլիոնավոր զբոսաշրջիկներ ուղարկելով այնտեղ, ով է Թուրքիայի միջոցով գազ ծախում Եվրոպային, նույն Ռուսաստանը, չէ, բրիտանական գազը չի գնում եւ Թուրքիա դրա միլիոններ չեն աշխատում բրիտանական գազի, դա ռուսական գազն է, երկու գծով ուղակի թուրքական հոսք եւ հարավային հոսք
այդ բանը, Турецկի պատոկ ու Յուժնի պատոկով որ Սևծովը գումարած Ադրբեջանի վրայով, այսինքն Ռուսաստանը արտանում Ադրբեջան, Ադրբեջանը Թուրքիա, Թուրքիայից դեպի Եվրոպա, Բալկանյան երկրներ եւ Իտալիա։ Օրինակ, այսօր Իտալիան Ադրբեջանի թիվ երկրորդ առևտրային գործընկերն է։ Ինչու՞։ Որտեղ ռուսական գազը առնում, բայց որը բնականաբար գրանցվում է ադրբեջանական, Ադրբեջան եւ Թուրքիայի վրայով։ Հիմա հարց, այդ անգլոսաքսերն են Ադրբեջանին այդ միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարների եւ 100 միլիոնավոր դոլարների փողը տալիս, թե կամ անգլո-թուրքերն են տալիս, թե ռուս թուրքերը։ Այո։ Պարոն Պապյան, տեղ քանոր Գյումրիից խոսեցինք, այսպիսի նաև ձայներ են անընդհատ հնչում, որ տեղերում ինչի բևեռը չի մասնակցում տեղական ընտրություններին, ընդհանուր կոնցեպտուալ, այս պահին Գյումրին է կարևոր եւ դա բարիպուն իմաստով ցավոք տրագիկոմեդիա է այդ բոլոր տեխնացուների բանը, բայց ինչի բևեռը չի իջնում տեղական ընտրություններին, չի մասնակցում, այս ոնց կարձագանքեք։ Որովհետև եթե մինչև իսկ դու տեղական ընտրություններում հաղթես, միևնույն է, դու որևէ քաղաքական խնդիր չես կարող լուծել։ Լինի անգամ Գյումրին որպես երկրորդ քաղաք, անգամ Երևանը դու չես կարող լուծել այդ խնդիրները։ Իսկ մեր խնդիրները ունեն քաղաքական, աշխարհական լուրջ խնդիրներ։ Սա մեկ։ Մյուսը, մենք գիտենք եւ Գյումրիում մենք գիտենք, որ լինելու է փողի եւ կրիմինալի մրցույթ։ Եվ այնտեղ լինելու է, ինչպես մյուս տեղական ընտրություններում, լինելու է այդ կատաղի պայքար դրա շուրջ։ Մենք տեսնում ենք արդեն մամուլում հնչեցված մտքեր եւ փաստեր, բանակի ներգրավվածությունը արդեն հրահանգվել է տեղական ընտրություններում քվեարկել ԿՊ-ի օգտին։ Արդեն կան հրապարակումներ, որ 100,000-ավոր դոլարների նվիրատվություն է կատարում ԿՊ-ի հիմնադրամին տարբեր գործարարների կողմից։ Բնականաբար, չէ՞, դա այդ սովետական կամավոր պարտադիրն է, մարդկանց կանչում են, ասում են, այ 50 միլիոն դրամ կնվիրեք բան եւ այլ։ Այսինքն, ծախսել այդ հսկայական ռեսուրսը, այդ փողային ռեսուրսը, ժամանակի ռեսուրսը, մտնել կրիմինալ ռազմորկեքի մեջ եւ այլն, եւ վերջում ունենալ ավականիում մի քանի անդամ։ Մենք անգամ գիտենք, չէ, որ այդ հաղթելու համար պիտի այլ պայմաններ լինեն։ Մի քանի անգամ, եթե դու նպատակ չունես տեղական քո այդ իշխանությունը օգտագործելու համապետական ընտրություններում կեղծելու համար ընտրությունները, իմաստ չկա դրան մասնակցելու այդ դեպքում։ Նրանք, ովքեր որ մասնակցում են երկու նպատակ կա։ Մեկը դա հենց բանն է, որպեսզի մաս կազմեն եւ բան անեն, ծախվեն ի վերջո։ Մենք դա տեսանք նույն բանում, չէ, Երևանի ընտրություններում։ Այսինքն մարդիկ պատրաստ են տեղ գրավեն եւ ծախվեն ԿՊ-ին կամ ինչ որ մեկին ծախվեն։ Ցավոք սրտի դա այդ կուսակցությունների մեծ մասը հենց դրա համար էլ կամ իրենց ստեղծել են, կամ ստեղծվել են իշխանության կողմից հենց դրա համար։ Այսինքն այն քվեները, որը ԿՊ-ն մտածում է, որ ինքը չի կարող տանել, բայց ինչ որ ուրիշ մեկի միջոցով կարող է տանել, օրինակի համար կարելի է արև մտամետ ինչ որ քվեներ փախցնել, դրա համար դաշտը մսնում արև մտամետ այսպես կոչված քաղաքական ուժերի։ Եթե ազգային դաշտում պիտի վնասի եւ այդ քվեները ստեղծում են նոր ազգային նորելուկների եւ այլն, այդ ամբողջը հին տեխնոլոգիա։ Ամփոփելով ասեմ, քանի որ որևէ այսինքն նպատակ չկա, համարժեք չի ներդրված միջոցների եւ ստանած արդյունքը անիմաստ է։ Եվ սա պիտի ասի, որ եթե մենք մասնակցում ենք ԿՊ-ին, օրինակ այս պահին Լոնդոնում եւ Եվրոպայում ընթացող մեր լոբիստական աշխատանքը տուժելու է։ Մենք չունենք այդքան փողեր։ ԿՊ-ի մասնակցելը նա Գյումրի ընտրապայքարին առնվազն դա մի $100,000 փող է։ Առնվազն դա, որի դիմաց մենք կարող ստանանք մի քանի ավականու տեղ, որը էլի դու հարց չես կարող լուծել, կրկնում եմ, եթե մինչև իսկ որևէ բնակավայրում դու հաղթող դառնաս, որտեղ շատ պարզ է, եւ դա մենք տեսել ենք։
Այն գյուղերում մեծ կամ փոքր քաղաքներում, որտեղ ընդդիմությունը իհարկե ընդդիմությունը խիստ հարաբերական հաղթել է, իշխանությունը պարզապես զրկում է, չորացնում է պետական բյուջեից որևէ աջակցություն։ Ու տեսնում ես, կողքի գյուղը, որտեղ ԿՊ-ն է հաղթել, ասֆալտում են, ջրագիծ են կաչում, դպրոց են նորոգում, իսկ այդ գյուղում, որտեղ ընդդիմությունը հաղթել, ոչինչ չեն անում։ Եկանք դրան, որ հարցը քաղաքական է, եւ որտեղ ի վերջո երկրի արչև ծառացած խնդիրները Գյումրու փողոցները ասֆալտելը չի, դա ածանցյալ է։ Մենք գիտենք, չէ՞ ով այդ այսօր մոնոպոլիան այդ ասֆալտելու վերցրել իր ձեռը եւ հարյուրավոր միլիոն դոլարների ասֆալտի աշխատանք է տանում, կամ մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձների բարձրացումը չի։ Երկրի խնդիրը շատ ավելի լուրջ է ու բարդ է, որովհետեւ եթե դու իշխանություն ես ԿՊ-ում, բայց իշխանություն չես համապետականորեն, այդ խնդիրները մնալու են խնդիրներ եւ դու սուտ խոստումներ տվող պիտի լինես։ Այո։ Շնորհակալություն, պարոն Պապյան, իսկ այդ ընտրությունների արդյունքը փաստորեն է, որտեղ խարժողինը կարծեմ տես բան, ինչ որ ձև քաղաքական հետևանք, ասենք, այդ ԿՊ-ի եւ նրա այդ արբանյակների, եվրո, չգիտեմ ինչեր եւ այլն, դա քաղաքական ինչ որ հետևանք պարտության, ասենք, դեպքում կամ հաղթ, չգիտեմ, արդեն չես է կողմնորոշում այդտեղից որն է պարտվող, որն է հաղթող այդ ողբերգության մեջ, դա քաղաքական ինչ որ հետևանքներ ընդհանուր կունենա, թե չէ, ասենք, պարտվելու դեպքում այդ ԿՊ-ական ոմակների։ Կարծում եմ հարցի ձևակերպումը ճիշտ էր, որովհետև ցավոք սրտի նախկինների եւ ներկաների պայքարն է այդտեղ գնում։ Այդտեղ այդ այսպես կոչված եվրոպական ուժերը ԿՊ-ի ածանցած ֆունկցիա են կատարում, որ որոշակի քվեներ ապահովեն հենց ԿՊ-ի համար։ Բանը։ Հիմա հարց է գալիս, այսինքն ենթադրենք Վարդան Ղուկասյանը հաղթեց կամ հաղթեց այդ Սարիկը եւ այլն, որը կարդում ես 2 տարի առաջ, 3 տարի առաջ ինչեր էր գրում ԿՊ-ի մասին։ Մեծ առումով ի՞նչ է փոխվելու Գյումրիում։ Ոչինչ չի փոխվելու Գյումրիում։ Պարզապես բան է լինելու, ժողովրդին խոստումներ են տալու, չեն կատարելու, էլ չեմ ասում, եթե այն խնդիրների առաջ, որը ծառացել է, այսպես ասեմ, նայեք, այո, եթե ԿՊ-ն պարտվի, դա լավ կլինի, որ պարտվի, որովհետև ոնց ասած կհասկանա ինչ է, բայց ես, չգիտեմ, ես համարյա վստահ եմ, որ ԿՊ-ն հաղթելու է։ Այո, բաժանած աշխատում, էլի, տարբեր ձայներ, շատ դիպուկ նկատեցիք, թիմեր, տարբեր, այսինքն ձայներ մի քիչ ստեղ, այդ բոլորն իրար հետ դառնում է, բան, ամբողջ ճաշակ։ Այո, կոալիցիա, այսինքն ի վերջո, ինչ որ քանակություն կավաքի եւ Ավինյանի փորձը դա է վկայում Երևանում, այսինքն ընդամենը չնչին տոկոսներ այնտեղ ընտրողների կարծեմ 8% ավակեց, բայց այդ օրենսդրական խաղերը աճպարարությունը հնարավորություն են տալիս դա անելու եւ այնտեղ ուրիշ Վարդան Ղուկասյանի կողմնակիցներ չէ հաղթեցին, այսինքն Մասադոկի, որ այսպես թունդ ընդդիմադիրը կարողանում են հարց լուծել, հեն հավաքանու անդամ են, ինքն էլ թույլ ընդդիմադիր է, թող մի հարց լուծեն, կամ ամեն օր կան այնտեղ մարդիկ ազնիվ ես տեսնում են, փաստերով բանում Երևանը հավաքան մեջ նշում են այդ թալանը, էսա, այն, որ օրինակի համար վերջի բանն էր, որ Երևանի հիմնական նոր նախագիծը կես տարի առաջ ընդունեցիք, զոնինգի հարցը նորից չմցրեցիք ու թողեցիք հարկայնության հարցի որոշումը անգամ ոչ թե ավականին, այլ քաղաքապետին։ Հասկանում ենք, չէ՞ որ դա կոռուպցիայի բուն է։ Այսինքն որ քաղաքապետը պիտի որոշի քեզ 12 արգանի, 16 արգանի, թե 8 արգանի շենք կառուցելու թույլտվություն կա եւ ոչ թե օրենքը, ուրեմն դա կոռուպցիա է։ Կոռուպցիա, այսինքն ով շատ կտան անել շատ հարգելի թույլտվություն կտած, հերն էլ անիծած, որ ենթակառուցվածքները դրա հնարավորությունը չունեն, ասենք ջրի կոյուղագծերը գերծանրաբեռնված են կամ ճանապարհները, այսօր Երևանում ամենամեծ խնդիրներից մեկը, ասենք խցանումներն ու նույնն էլ ասենք Գյումրիում է։
Նույնն էլ այսինքն Գյումրիում եւ մյուս քաղաքներում է։ Նայեք, մեր մոտեցումը հետեւյալն է, որ կան արմատական հարցեր, որից մնացածները ածածվում են, պիտի լուծել արմատ, այսինքն պատճառահետևանքային խնդիր կա։ Պատճառահետևանքային պիտի լուծես պատճառը, որպեսզի հաղթահարես բացասական հետևանքները։ Այո։ Շատ լավ, քանի որ հիշատակեցիք այն մյուս Վարդան Ղուկասյանին, որը այսօր ամերիկյան է դատաիրավական համակարգի, սա քաղաքական խնդիր եք դիտում եւ ընդհանրապես այդ արտահանձնումը, չանձնումը եւ այդ մի քիչ մշուշոտ եղավ, ասեցին, որ իր թիմը ասեց, որ հաղթեցինք, հետո պարզվեց, որ նույնիսկ կալանքից բաց չեն թողել, դա որևէ ազդեցություն, այսինքն այդ գործոնը ի վերջո կա, չէ, հազարավոր մարդիկ լսում են, նայում են եւ ասենք ձեր կարծիքով արտահանձնումը այդ պահանջը իրագործելը որևէ, այսինքն այստեղ անձը չէ կարևոր, պարոն Պապյան, ավելի շատ քաղաքական իրականությունը։ Ինչքանով է ճիշտ այսօր ամերիկյան համակարգի կողմից իր արտահանձնումը Հայաստանի այսօրվա իշխանություններին։ Ամեն դեպքում ես ուզում եմ հավատալ, որ ամերիկյան դատարանը արդար որոշում կայացնի։ Հիմա այդ արդարը ո՞րն է։ Պիտի տեսնենք, որտեվ ըստ Վարդան Ղուկասյանի եւ իր կողմնակիցների արդարը, որպեսզի ինքը մնա Միացյալ Նահանգներում, որտեվ այո, կա վտանգ, մենք գիտենք մեր դատարանների, մեր, չգիտեմ, իրավապահ համակարգի այսպես ասենք, անարդար լինել, եթե մեղմ ասենք եւ այն ինչ վիճակը ծանր էր մինչեւ ճակերտավոր հեղափոխությունը հիմա ավելի վատ է։ Ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, կա դատավոր, որի ասածը չանի հրանգ եւ մենք դա տեսնում ենք եւ դա տեսնում ենք տարբեր օրինակներով։ Հետևաբար այո, այդ վտանգը կա, որ հանձնվի, այո, անարդար դատաքննության կենթարկվի։ Հիմա ամերիկյան տեսակետը նա է, որ մենք իրան քաղաքական մեղադրանք չենք առաջադրում։ Ինքը մտել է 22 թվականի կարծեմ փետրվարի 19-ին Միացյալ Նահանգներ, ճիշտ ժամանակին պիտի հեռանար, չի հեռացել, հիմա մենք խնդիր ենք բանալ, այսինքն սա ավելի շատ իշխանության փոփոխության հետևանք է կարծում եմ Միացյալ Նահանգների։ Սա Թրամփի քաղաքականությունն է, որ ասած անօրինական ներգաղթյալներին երկրից վտարելու։ Դե հիմա սպասենք տեսնենք ինչ որոշում կկատարի, այսինքն կայացնի դատարանը եւ ինչ հիմնավորմամբ։ Նույնիսկ ոնց էլ արտահանձնելը Վարդան Ղուկասյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Ես չգիտեմ ինքը Հայաստանի քաղաքացի է թե ոչ, այստեղ Ռուսաստանի արտահանձնման հարցը կա եւ այլն։ Բայց ես մի ուրիշ մի բան եմ ուզում ասել։ Էլի եւ այդ մարդկանց դիմել, որոնք այո, բան են անում, իրենց ձայնն են բարձրացնում, որտեղ ես էլ եմ կրկնում, չկա արդարության ինստիտուտը կայացած չի Հայաստանում։ Բայց Սասնա ծռերը, որ հիմա նստած են այսօր բանտերում, ձեր մտքով չի անցնում մի անգամ էլ իրանց համար ցույց անեք։ Ասեք, բայց մարդիկ անարդար են նստած։ Այս մարդիկ մեր համար են, իրենց անձնական շահ չեն ունեցել։ Եվ այդ բոլոր անգամ կեղծ քարոզչություն, էլ տերորիստ բան։ Նախ առաջինը, որևէ մեկին երբևէ տերորիզմի հոդված չի առաջադրել։ Առաջադրվել է շենք շինությունների գրավում եւ խոստացել էին, որ որևէ մեկը հանձնվելու դեպքում պատասխանատվության չի ենթարկի։ Այդ անգամ հին նախկին իշխանությունները, բայց նոր իշխանությունները, որոնք ըստ էության անօրինակ ընդունում են եւ անընդհատ ժողովրդից քվե են կորզում նախկիններին հանցագործությունները ցույց տալու։ Բայց հանցագործների դեմ ապստամբած մարդիկ դու չեք բանտում պահում։ Ես ուզում եմ կրկնել Թոմաս Ջեֆերսոնի բազմիցս կրկնած մեջբերած խոսքերը, երբ որ անարդարությունը դառնում է օրենք, դիմադրությունը դառնում է պարտականություն։ Բա Միացյալ Նահանգներում ինչի է զենքի ազատ վաճառք։ Ինչի մարդիկ 350 միլիոն միավոր զենք ունեն։ Հոյտի երկիրը պաշտպանելու համար չի։ Դա հստակ է։ Դա ժողովրդին իշխանությունից պաշտպանելու համար է։ Որտեւ եթե մի օր ինչ որ մի խմբակ զավթեց իշխանությունը, ինչպես Հայաստանում, ինչպես նացիստական Գերմանիայում էր, Հիտլերի իշխանության եկավ ընտրական պայքարով, չէ՞։ Եվ շատերն են եկել ընտրական պայքարով իշխանության,
որ ասում են մեզ քվե են տվել, Հիտլերն էլ էին քվե տվել եւ այլն, բայց հետո պետական ապարատով այդ ճնշիչ մամլիչով անընդհատ կամ ինչպես սովետական տարիներին էր հաղթել են ընտրությունները կամ կեղծել են ընտրությունները այդ նույն բանով Եվ մենք տեսնում ենք, որ այսօր նույն հենց Գյումրի օրինակով, մենք տեսնում ենք եւ այլ տեղական ընտրությունների օրինակով, ինչա կատարվում։ Հայաստանում չկա ազատ ընտրություններ, ցավոք սրտի երբեք էլ չի եղել։ Հայաստանում երբեք իշխանափոխությունը, սա ուզում եմ շեշտել, բոլոր նրանց համար ասում են, որ Նիկոլը ընտրված է։ Այդ ձևով սաղ էլ ընտրված են, Քոչարյանն էլ, Սերժն էլ, սկզբից եկավ մայիսին իշխանության, կես տարի հետո ընտրություններով ձևակերպեց։ Այդ նույնը դրանք են եկել։ Հայաստանում ցավոք սրտի մի արդար ընտրություններ ա եղել, Էլ ՍՍՀ տարիներին, այդ 90 թվականի դեռ ՍՍՀ-ը չէր քանդվել, ուղղակի կորցրեց պետությունը վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ եւ մարդիկ քվեներ տվեցին, ելնելով ավելի շատ դեռ շատ միամիտները շատ էին, խոստումներից եւ այլն, հետո իրականություն չդարձավ։ Այո։ Շատ լավ։ Պարոն Պապյան, փոփոխով վարչակարգի փոփոխության մասին խոսեցիք Միացյալ Նահանգներում։ Ստեղ հարցեր կան, ընդ որում սիրելի ունկնդիրներ, ակնդիրներ, եթե հարցերի մեջ խնդրում եմ ձեր կարծիքը, կարճ հարցը տվեք, եւ հենց մի հատ կարծիքը ձեր ասում եք, հետո դրան փորձում եք, չգիտեմ, այսօր Պապյանն է, մյուսօր մեկը, խնդրում եմ հարց տալուց, տալ ուղիղ հարցը առանց ձեր կարծիքի, որտեղ եթե դուք արդեն ֆիքսված կարծիք ունեք, այդ ուղղակի ոնց որ ստացվում է Ուզում եք, որ Պապյանը կամ մյուս ում հետ որ մեկը հաստատի ձեր կարծիքը, խնդրում եմ այդ մոտեցումը բան արեք, էլի, եւ այս ինչը ասեց, հիմա ես էդի կարտամ թե չէ, ես փորձում եմ, խնդրում եմ էսի ըմբռնումով ընդունել, ես ոչ թե կասեմ, այս ինչը ասեց պարոն Պապյան, հա թե չէ, այլ հարցի բուն բանն եմ, ամփոփի ձևով եւ նաեւ կրկնվող կա։ Պարոն Պապյան, sense հարցադրում կա։ Թրամփի այս հայտարարությունները NATO-ից դուրս կգամ, ՄԱԿ-ից դուրս կգամ, չգիտեմ, այս կողմից դուրս կգամ այդ միջազգային կառույցներից։ Քանի որ մեր ամբողջ այսպես կոնցեպտը Վիլսոնյան Հայաստանի կառուցված է ազգերի լիգա, դրանից հետո ՄԱԿ եւ այլն, հարցադրումը հետեւյալն է. բա որ Միացյալ Նահանգները այդ ամբողջից դուրս գա, ուր կմնա այդ արտարահատույցը կարծում եմ շատ տեղին, շատ շնորհակալություն հարցի համար Ինչ իհարկե այդտեղ նաև բանը կա, որ կորած ենք, վերջացավ, բրծավ, էդի որ Թրամփը դուրս եկավ, սա հայկական հարցը, Վիլսոնյան վճիռը, վարի կգնա եւ այլն։ Ինչ կասեիք այս մասին, պարոն Պապյան։ Խնդրեմ։ Նախ ասեմ, որ Ամերիկան դուրս չի գա, ոչ ՆԱՏՕ-ից դուրս չի գա, ոչ չգիտեմ ՄԱԿ-ից դուրս չի գա եւ այլն եւ այլն։ Այդ խոսակցությունն է Դեռ այդ խոսքի իրականություն դառնալ այդպես հեշտ չի եւ դա այսպես ասենք Ամերիկայի շահերից չի բխում։ Ամերիկան ուրիշ խնդիր ունի Թրամփի հետ կապված, Թրամփը բիզնեսմեն է։ Ինքը փողն է հաշվում։ Ինքը ասենք դուրս է գալի մի կառույցից կամ դադարեցնում է, կասեցնում է ավելի ճիշտ, օրինակ, առողջապահական մարմին է այդ համաշխարհային առողջության Ինքը ասում է, որ մենք ենք հիմնականում ֆինանսավորողը, արդար չի բեռը ինքը միշտ խոսում է այդ ֆինանսների եւ այդ բեռը հավասարապես բաշխելու մասին։ Եվ ինչ որտեղ ինքը ճիշտ է։ Օրինակ, ինչի պետք է Ամերիկան ռազմական ծախսերը լինի 3-6%, իսկ Գերմանիայի ռազմական ծախսերը 1.5%։ Ինքը ասում է դուք էլ այնքան եկեք ամեն մեկը 3% հասցրեք ձեր ռազմական ծախսերը, աղքատ երկիր չեք, ձեզ վտանգը ավելի շատ է Ռուսաստանից եւ այլն։ Եվ ինձ միջալի ասեմ, գանք ոնց ասած մեր խնդիրների Թրամփի այս քաղաքականությունը, խոսույթը, հականատոյական, որ ես էլ չեմ պաշտպանի, ի վերջո հոգուտ Հայաստանի եւ հայ ժողովրդի է։ Բացատրեմ ինչու։ Արդեն իսկ հստակ քայլեր են անում Եվրոպայում, եվրոպական անվտանգային եւ պաշտպանական նոր կառույց ստեղծելու մասին։ Արդեն իսկ արվել են պաշտոնական հայտարարություններ, որ Միացյալ Նահանգները, Բրիտանիան եւ Թուրքիան չեն լինելու այդ կառույցի մեջ։
Հետևաբար Հայաստանն ու Վրաստանը ես կարծում եմ համատեղ պիտի սկսեն աշխատանք տանել եվրոպական Եվրոմիության երկրների հետ այդ նոր ստեղծվելի կառույցի մեջ իրենց տեղն ունենալու։ Դա Հայաստանին կբերի եւ Վրաստանին կբերի շատ մեծ, այսպես ասած, անվտանգային հնարավորություններ։ Արդեն դա դրական է մեզ համար։ Մյուս դրականը նայենք։ Նայա, որ հենց ստեղծվելով նման կառույց լինում է երկու զուգահեռ կառույց։ ՆԱՏՕ, բայց որտեղ Թուրքիան համահանում է, եւ ինչ որ եվրոպական կառույց։ Ասեմ, որ ես 90-ականներին սովորել եմ ՆԱՏՕ-ի ռազմադիվանագիտական ակադեմիայում Հռոմում եւ ամենաբարձր մակարդակներով, այսինքն մեջտապես շփումներ ենք ունեցել, մեր դասախոսները, մեր ընկերները, դրանք այսինքն Կլաուս Նաումաններ, որը ռազմական թիվ 1-ներ, մյուսները եւ այցելել ենք բոլոր տեղերում։ Եվ պիտի ասեմ, որ եվրոպական անվտանգային կառույցի ստեղծելու հարցը դեռ այն ժամանակներն էր քննարկվում, բայց գիտեք, քանի որ չկար իրական վտանգ, 90-ականների կեսերներ, այն ժամանակ գիտեք, Ռուսաստանը լրիվ խեղճ էր, այս էլի պատասխանած, որ ասում են Ամերիկայի նպատակը Ռուսաստանը գրավելն է, կամ չգիտեմ, ռուսական, եղբայր Ամերիկայի նպատակը Ռուսաստան գրավելն էր 92-93-ին, ոչ թե հավի բդել կուղարկել, այլ հրթիռներ կուղարկել, այդ երկիրը ոչիչով չէր դիմադրում, չէր էլ կարող այդ անհետեցությունը։ Հիմա գանք իրավարար վճռին եւ ազգերի լիգայի որոշմանը։ Ոչ, այդ վճիռներն ու որոշումները անկախ նրանից, այդ կառույցները անգամ եթե լուծարվեն են ուժի մեջ են։ Նախ պիտի ասեմ, որ Հագայի 1899 եւ 1907 թվականի այնտեղ առաջի կոնվենցիաները, որի մեջ հենց միջազգային իրավունքի մաս է դառել իրավարարությունը, arbitration, arbitral award-ները, հստակ նշած է, որ իրավարար վճիռները դրանք անժամանցելի եւ անբեկանելի են։ Ենթակա չեն անգամ իր այդ նույն կառույցի կողմից բեկանման եւ այլն։ Հետեւաբար անկախ ամենից դա մնում է տվյալ կառույցի եւ նրա իրավահաջորդների պարտավորությունը, եթե մենք նայում ենք ազգերի լիգայի առումով, որտեւ եթե օրինակի համար ասենք մի երկրում եղել է գերագույն դատարանն է որոշում է կայացրել, հետո այդ գերագույն դատարանը լուծարվել է եւ նրա փոխարեն ստեղծվել է օրինակ սահմանադրական դատարան, ոչ չի նշանակում, որ այդ գերագույն դատարանի որոշումները իջիկ են դառնում։ Բնավ այդպես չի։ Մեզ համար շատ ավելի կարևոր է այս եվրոպական անվտանգության կառույցի ստեղծումը եւ Թուրքիայի դուրս թողելը այս ամբողջ գործընթացից, հենց այս իրականացման համար, որտեղ մենք լավ ենք, չի հասկանում, մենք միամիտ չենք եւ երբեք չենք խոսել, որ Հայաստանը միայնակ այդ խնդիրները պիտի լուծի։ Հայաստանին պետք են աջակիցներ այդ հարցում, այսինքն այդ երկրները պիտի շահագրգռված լինեն, որպեսզի հայկական հարցը լուծվի։ Հիմա, երբ որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շահագրգռված են քրդական պետության ստեղծման հարցում, ուրեմն այդտեղից գալիս է նաեւ Հայաստանի սահմանների հարցը եւ Քրդստանի սահմանների հարցը, որը որոշակի իրավական լուծում պիտի ունենա։ Հետեւաբար ոչ Ամերիկան դուրս կգա այդ կառույցներից, ոչ էլ մենք կտուժենք, ընդհակառակը կրկնում եմ, այս գործընթացը, որը ակամայից Թրամփը հրահարել է, հօգուտ մեզ է։ Այո։ Այդտեղ հետաքրքիր բան ասացիք, պարոն Պապյան, ասացիք չի լինի Միացյալ Նահանգների չլինելը եվրոպական կառույցում պաշտպանական հասկանալի է, իսկ մանավանդ այս վարչակարգի պարագայում դուք նաև ասացիք, որ Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան, հատկապես Մեծ Բրիտանիան, ասենք այդ համոզմունքը որտեղից որ այդ երկուսն էլ չեն լինի այդ պաշտպանական։ Ես պաշտոնական հայտարարությունը իրաց կարդացի, հիմա չեմ հիշում, 2-3 օր առաջ կարելի է գտնել, դա եղել է հայտարարություն պաշտոնյաների, ովքեր այդ հարցերով են զբաղվում, որ չեն լինելու։ Այսինքն դա ոչ թե ենթադրություն է, ես այդ ենթադրությունը վաղուց եմ արտահայտել։ Դեռևս որ այս բանի հաջորդ իսկ օրը Թրամփ Զելենսկի
աղմկարույց հանդիպման հաջորդ իսկ որ երբ որ բոլորը գլխներին մոխիր էին լցնում, ես ասում եմ շատ լավ է, որովհետև դա դրտելու է եվրոպացիներին սեփական կառույցը ստեղծելու։ Այդ ենթադրությունն էր։ Հիմա դա ենթադրություն չի, դա հայտարարություն է։ Ինչու՞ չելնելու շատ պարզ պատճառով, որովհետև սա Եվրոմիության ռազմական թևն է լինելու։ Բրիտանիան դուրս է եկել, Եվրոմիության անդամ չի, Թուրքիան անդամ չի, Միացյալ Նահանգները անդամ չեն։ Իսկ Բրիտանիան վերջին հաշվով Եվրոպայում է, ինքը ասենք ինչ դերակալ, ասենք որտեղ է լինում, մեջտեղում Միացյալ Նահանգների Եվրոպայի թե էլի եվրոպական ընտան չէ, որ ինքը խոշոր խաղացող է այս ամեն ինչի մեջ։ Այո, ինքը խոշոր խաղացող է եւ մենք օրինակ հիմա նկատում ենք, որ Ուկրաինայի հարցում Ֆրանսիան եւ Բրիտանիան երկու առաջատար ուժերն են, որ խոսում են, որ պետք է աջակցությունը շարունակել, պետք է, չգիտեմ, ապահովել ինչ որ անհրաժեշտություններն Ուկրաինան եւ այլն։ Չէ, Բրիտանիան կարող է լինի, ինչպես օրինակ, ասենք, ենթադրենք Շվեդիան, որը երկար ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ չէր, բայց երկկողմ կամ Ֆինլանդիան երկկողմ բանի հիման վրա էին, պայմանագրի հիման վրա էին համագործակցություն։ Բրիտանիան կարող է այդպես համագործակցել։ Ես կարծում եմ, այստեղ Բրիտանիան դուրս է թողնված հենց Թուրքիայի պատճառով, որպեսզի հիմնավորվի, որ խնդիրը Եվրոմիության ռազմական թևի ստեղծումն է, այդ դրա համար մենք ձեզ չենք ընդունում։ Հակառակ դեպքում, եթե Բրիտանիային ընդունեին, իսկ Թուրքիային ոչ, գիտեք, Թուրքիան միշտ փորձում է ներկայացնել, որ սա մուսուլմանների դեմ խտրական վերաբերմունք է, դրա համար դուք չեք թողում մենք Եվրոմիություն մտնենք եւ այլն եւ այլն։ Թեև այդպիսի բան չկա, ուղղակի այդ արժեքային համակարգը կրողը չի Թուրքիան։ Հիմա եթե սա պետք է անվտանգային համակարգ, այսօր արդեն մենք խոսեցինք դրա մասին, Թուրքիան ավելի Ռուսաստանի հետ է, այդ ռուսական հակահրթիռային, չգիտեմ, միջոցներ առնում, S-400 առնում, սպասարկում է Ռուսաստանի շահերը, նրա գազն է վերավաճառում, չգիտեմ, զենք է տալիս, մյուսն է անում, երկու կողմերն էլ բան, եւ ամենակարևոր ինքը վստահելի դաշնակից չի։ Վստահելի չի երկու առումով, եւ դա նոր չի գալիս, երբ որ նույն Իրաքում նա բան արեց, թույլ չտվեց, երբ որ Սադամ Հուսեյնի դեմ պայքարի կռիվ էր գնում, որ իր տարածքով, ՆԱՏՕ-ի երկրի տարածքով նաև հյուսիսային կողմով մտնեին եւ միայն ստիպված հարավից գնացին, Թուրքիան այսօր նկարտումներ ունի իր նեոօսմանական, պանթուրքիստական եւ պանթուրանական եւ այստեղ հակասության մեջ է մտնում նաեւ Իսրայելի հետ, քրդերի վրա արձակումներ կատարում, կոտորում, այդ թվում նաեւ ամերիկյան ասենք կողմից աջակցող քրդերի, մասնավորապես սիրիական քրդերի, իսկ Թուրքիան վաղուց է կորցրել։ Հա, իդեպ ասեմ, այդտեղ մենք հիմա չեմ ասում, որ Բևերի դերն է եղել վճռորոշը, բայց մենք մեր լուման ունենք, որտեղ մենք բոլոր հանդիպումների ժամանակ տարիների վեր բոլոր եւ Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա հստակ փաստ եւ հոդվածներ գրելով նայեք պարոն Դավիթ Գրիգորյանի իմ հոդվածները եվրոպական մամուլում մենք միշտ գրել ենք, փաստերով էլ ցույց ենք տվել, ինչպես նաեւ չհրապարակվող վկայություններ ենք տվել գրավոր կամ բանավոր, որ Թուրքիան այսօր հանդես է գալիս նույն որպես ոչ թե անվտանգություն ապահովող, այլ անվտանգության սպառնալիք կամ անվտանգություն խրժող մի այսպես հասկացություն կա security provider եւ security consumer, այսինքն մեկը որ տրամադրում է, մեկը որ խժռում է, սպառում է, այսօր ինքը սպառող է այդ անվտանգության ՆԱՏՕ-ի, որտեղ այդ ՆԱՏՕ-ով ծածկվելով ինքը գործողություններ անում նույն հարավային Կովկասում բանը ռուսներին չէ sense խեղճացած Թուրքիայի նկատմամբ, որովհետև նաև այդ վախը կա, որ Թուրքիայի բախումը կարող է բերի ՆԱՏՕ-ի այդ բախման նաև շահերի համընկումը, բնականաբար առաջինը շահերի համընկնումը, դրա համար է չարաշահում է Թուրքիան եւ այն ֆունկցիան, որը պետք է կատարել, սա էլ ասեմ ու ամփոփենք։ Ինչի են 1952-ին Թուրքիային վերցրել ՆԱՏՕ,
որպեսզի նա լինի Ռուսաստանին կամ ՍՍՍՄ-ին զսպող հարավային ճակատը, ֆլանգը։ Այսօր այդ գործառույթը չի կատարում, այսինքն Ռուսաստանին զսպելու գործառույթը չի կատարում։ Ով պիտի կատարի այդ գործառույթը, բարձա, Ուկրաինան։ Այսօր Ուկրաինան է Ռուսաստանին զսպող հիմնական ուժը, իսկ միջին արևելքում է դերակատարությունը այդ պիտի վերաբաշխվի Հայաստանին եւ Վրաստանին, դրա համար հենց այստեղ հարցը է դա, մենք պիտի լինենք ակտիվ, մենք պիտի գործենք, հույս չունեմ այս իշխանությունների վրա, բայց որ մենք կանք իշխանություն, մենք անպայման ամեն ինչ կանենք, որ համաեվրոպական, իսկ մենք Եվրոպայի մաս ենք, քաղաքական Եվրոպայի մաս ենք, քաղաքակրթական, արժեքային եւ շահերի առումով մենք պիտի մաս կազմենք այդ անվտանգային եւ պաշտպանական կառույցին, որը իդեպ արդեն այդ բացական վերաբերմունքի չի արժանանա մեր հարևան, ասենք Իրանի կողմից, որի դիրքորոշումը մեզ համար կարևոր է եւ Թուրքիան էլ վետո չի կարող դնել։ Այո։ Շնորհակալ, պարոն Պապյան, քանի որ Անգլիայի եւ բրիտանիական այդ ազդեցության մասին խոսեցինք, ձեր այցը պարոն Դավիթ Կիրկորյանի հետ բազմաթիվ հոդվածները անդադար մենք ամեն օր միլիոնների կարճ լսարան ունեցող հեղինակավոր հրատարակություններում հոդվածները ձեր ամբողջը տեսնում ենք, բայց ինչքան որ թույլատրելիության սահմաններում էլի այս նոր մեր լոբիստական ուղղությունը, որ եւ ձեր այցը պարոն Դավիթ Կիրկորյանի հետ եւ հիմիկվա ընթացքի մասին ինչ կասեիք այս ուղղության վրա, այսինքն ինչու չգնացինք ասենք Փարիզ եւ գնացինք մեր ռեսուրսներով Լոնդոն եւ ինչ էական բան եք այդտեղ տեսնում այդ ուղղության վրա, ինչ ունենք անելու եւ ինչ եք անում, իհարկե ինչքան որ կարելի է հրապարակել։ Ես հրապարակման առումով ասեմ, որ պարոն Դավիթ Գրիգորյանը հիմա Լոնդոնում է եւ շատ կարևոր հանդիպումներ է ունենում, մանրամասների թողենք ավելի հետո։ Ինչու ասենք Լոնդոն ոչ Փարիզ։ Մի ասացված կա, ասում է բարեկամիդ պիտի մոտ թողես, թշնամուտ ավելի մոտ։ Այսինքն որովհետև դու պիտի հետը շփվես եւ բացատրես։ Ես չէի ասի Բրիտանիան թշնամի է, բայց Բրիտանիայում թուրքական եւ ադրբեջանական ազդեցությունը շատ ավելի մեծ է եւ հայկական կողմի տարբեր պատճառներով, հիմնական պատճառներից մեկը նաեւ համայնքի բացակայությունն է, ասենք համատելու չէ՞ էլի Ֆրանսիայի համայնքի հետ, ասենք մենակ միայն Ազնավուրի, Շարլ Ազնավուրի, այսինքն եղած լինելը կամ Միսակ Մանուշյանի, դա ֆրանսիական մտածողության վրա շատ մեծ դեր ունի, իրանք գիտեն հայությունը իրենց համար օտար չի, իրենք ընկալում են հայությանը որպես իրենց մասնիկ եւ նաեւ Մակրոնը, անձամբ Մակրոնի դիրքորոշումը մենք գիտենք։ Բրիտանիան այդ առումով շատ ավելի մեր տեսանկյունից շատ ավելի խոցելի ենք մենք։ Եվ պետք է այդ ճշմարտության ցայնը այնտեղ ասել, մեր տեսակետը ներկայացնել եւ նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի ասենք բացասական դերը այդ հարցով։ Դա մեկ դրանով էր պայմանավորված։ Մյուսը այն առումով, որ շատ ավելի ամերիկա-բրիտանական սերտ համագործակցություն կա, քան ասենք ամերիկա-ֆրանսիական։ Ֆրանսիացիք ու ամերիկացիք միշտ այսպես սիրո եւ մրցակցության մեջ են գտնվել։ Ֆրանսիացիք դե հիշում են, որ 19-րդ դարում ֆրանսերենն էր դիվանագիտության լեզուն, Ֆրանսիան էր շատ ավելի առաջ եւ Ֆրանսիան էր օրինակ նույն Ամերիկային աջակցում եւ ոչ թե հակառակը, գիտեք, այդ առիթով էլ այս բանը ազատության արձանի շուրջ այդ խոսակցությունները, որը ֆրանսիական նվերն էր ամերիկացի ժողովրդին։ Իդեպ ասեմ, սա էլ իդեպ ասեմ, որ այդ պղինձը, որից պատրաստված է ազատության արձանը, դա ալավերդու պղնձա մոլիբդենային հանքերից է, այսինքն հայկական պղինձն է, որտեղ դա այդ ժամանակ ֆրանսիական սեփականությունն էր, այսինքն ցարական Ռուսաստանի կազմում եւ այդ բանը արձանի պղինձը ֆրանսիացիք իրենց սեփականությունը հանդիսացող, բայց Հայաստանի տարածքում գտնվող լոռու տարածքում գտնող հանքերից է եղել, այնպես որ մենք էլ ոնց ասած մեր ներկայությունը այդտեղ ունենք։ Հետո հիմա Բրիտանիայում շատ լավ մենք կապեր ենք ստեղծել լրագրողների հետ։
մենք նախորդ անգամ էլ մոտ 9-10 ամենակարևոր լրատվականների հետ առանձին հանդիպում նախաճաշ ունեցանք, շատ մանրամասն քննարկվել է, մենք հանդիպել ենք եւ գործող եւ նախկին, այսինքն հիմա լեյբորիստներն են, կոնսերվատիվները նախկին նրանց հետ, այդ թվում ասենք բանի Home Secretary, ասենք, տարբեր պաշտոնյաների հետ եւ իրենք առաջիկայում կարծեմ դեկտեմբերին իրենց մոտ ընտրություններ են եւ շատ հավանական է որ կոնսերվատիվները հաղթեն այնպես որ մեզ համար այս ամբողջը շատ կարեւոր էր եւ նաեւ բացահայտելու համար թե ինչքանով է այդ այսպես կոչված այդ ինչպես է հարցի մեջ էր թուրք-բրիտանական այդ բանը գոյություն ունի թե ոչ մենք եկանք այն եզրակացության որ եթե եղել են ասերտ հարաբերություններ այսօր բրիտանացիները աստիճանաբար դրանից հեռանում են տարբեր պատճառներով այդ թվում նաև այն պատճառով որ իրանք այլևս դրանց կարիքը չունեն այսպես ասենք այո Իսկ նաև Թուրքիան մենակ Բրիտանիայի հետ չի, որ այս վերջերս այսօր օրերին Լեհաստանի վարչապետ, Լեհաստանը այսօր այդ բանում կարևոր դեր խաղացող Էրդողանի հետ հանդիպումը, ասենք կարևոր դեր տալը եւ ընդհանրապես այս Թուրքիայում կատարվողը դա ոնց է դիտում ներքին խժդժության արդյունք կա ներքին ոնց որ 18-ին բաներ չէ 16-ին էր որ ռուսները հա ռուսները փրկեցին ներքին պայքարի արդյունք կա թե ոնց որ մի տեսակ էս գյուլի հոկտեմբերին էր նոյեմբերին էր գյուլներ չէ վերածավ էս մահացավ թե վերածավ ոնց այսինքն թուրքական էս ուժը եւ Եվրոպայի այսքան ոնց որ տեղ տալը Թուրքիային մասնավորապես հենց Լեհաստանի վարչապետի հանդիպումը ոնց եք տեսնում այսին ներքին խնդիրը թե Թուրքիայում process-ներ են գնում Նախ ասեմ, երբ որ մենք նայում ենք միջին դարերին, եւ շվեդները, եւ լեհերը, միշտ թուրքերի հետ փորձել են սերտ հարաբերություններ ունենալ Օսմանյան կայսրության, որտեղ իրանց երկուսի համար էլ թշնամին եղել է Ռուսաստանը եւ շահերի համընկնում ա եղել։ Եվ այսօր եւս այդ տեսանկյունից, այսինքն որպիսի Թուրքիան այսպես չլինի ռուսական դաշտում խաղացող։ Իդեպ ասեմ, որ Թուրքիան պատրաստակամություն հայտնեց զորքեր տեղակայելու այդ Ուկրաինայի եւ Ռուսաստանի զորքերի միջև եւ այլն, որը ահավոր բացասական ընկալում ունեցավ եվրոպացիների կողմից, որտեղ դա ինքնակլուխ եւ ոնց որ ասած ընդհանուր շահերին դեմ քայլ էր եւ այլն։ Հիմա ամեն մի ներքին այսպեսի մեծ իրադարձություն, իսկ այն ինչ որ տեղի ունենում մեծ իրադարձություն է, 100,000-ավոր մարդիկ փողոցներում են եւ այլն, ունի կարծում եմ երկու բաղադրիչ։ Եթե չլինի երկիրը համապատասխան իրավիճակում, դու դրսից ինչքան էլ ուզում ես աշխատանք տար, ոչինչ տեղի չունենա։ Այսինքն պիտի լինեն նախադրյալներ, բայց երբ որ երկիրը այդ նախադրյալները հասուն են, դրսից ինչ որ մի գործոն կարող է ազդել։ Ես կարծում եմ, մի հատ նայեք, այս ամբողջը համընկավ նրա հետ, երբ որ սրվեցին իսրայելա-թուրքական հարաբերությունները, երբ որ սրվեցին մյուս երկրների հետ, նույն Ֆրանսիայի հետ, Հունաստանի հետ, որտեղ Եվրոպան միայն Լեհաստանը չի, այդ հարաբերությունները։ Հա, իդեպ ասեմ, որ այո, այդ եղավ Լեհաստանի կողմից Թուրքիա, բայց դրանից ամիսներ առաջ Հայաստան արտահայտեց, չէ՞, դու տան եկել էր Հայաստան եւ հիշեք Նիկոլ Փաշինյանի եւ տիկնոջ դժգոհ դեմքը, որոնք պիտի դիմավորեին, ասենք բանի, իրեն պաշտոնական նրանց, ինչքան դժգոհություն էր, որտեվ բնական է դա Ռուսաստանի կողմից լավ չէր ընկալվել, հայ լեհական մերձեցումը, դրա համար բայց ստիպված պետք է ընդունեն չեն կարող մերժել։ Իդեպ այստեղ ասեմ, առանց էլի մանրամասների մեջ գնալու, Լեհաստանը Հայաստանի հետ ձգտում ունի եւ քայլեր է իրականացնում սերտ համագործակցության, այդ թվում նաեւ ռազմաարդյունաբերական ոլորտում։ Եվ լեհերը բավականին լավ են, իրենց
Իրանք ՆԱՏՕ-ին քիչ անդամներից են, որոնց ռազմական ծախսը 3%-ից բավականին բարձր է։ Հետևաբար, երբ որ մենք խոսում էինք Ուկրաինան որպես հիմնական զսպիչ ուժ, դա շատ կարևոր է, առանց ՆԱՏՕ-ի անդամ լինելու Ուկրաինան լինելու է զսպիչ ուժը, բայց որի թիկունքին պետք է կանգնի ՆԱՏՕ-ն, բայց իր թիկունքին այդ կանգնողներն երկրների տեսքով են, չէ՞, Լեհաստանը այստեղ թիվ 1-ն է եղել եւ այլն։ Թուրքիան հսկայական տնտեսական խնդիրներ ունի, գիտեք, թուրքական լիրան ընկնում է, ինֆլյացիան շատ բարձր է, Թուրքիայի այս ամբողջ նկարտումները չունեն, խարսխված չեն իրենց ռազմական եւ տնտեսական հզորության մեջ, այսինքն ինքը իր վերմակից ոտը շատ հեռու է ուզում տանի, որի համար ես կարծում եմ ինքը կպատժվի, հիմնական գործիքը լինելու են, կրկնում եմ, քրդերը, եւ քրդերը արդեն մեծ թիվ են կազմում այս բողոքավորների մեջ, բայց հայկական հարցը մշտապես հանդես է եկել այդ երկմիասնության մեջ, հետեւաբար այս ամբողջը, այդ թվում նաեւ Ուիլսոնի իրավարար վճիռը արդիական քաղաքական հարց է դառնալու, երբ որ մարդիկ ասում էին, չէ, Ամերիկայի ու Թուրքիայի կամ Եվրոպայի Թուրքիայի հարաբերությունը, երբ որ ես զբաղվում էի տասնամյակ առաջ շատ սերտ է, հիմա տեսնում եմ, որ բնավել սերտ չի եւ ընդհակառակը բոլոր գործիքները օգտագործվել են Թուրքիայի դեմ։ Այո։ Պարոն Պապյան, Թուրքիայի այդ թուրք-իսրայելական այդ հակամարտությունը բան արեց, ես նաև օգտատերերին այս տված հարցերը կրկնվում են այդ ամբողջականացնելով, այս Իսրայել-Ադրբեջան Միացյալ Նահանգներ այդ համագործակցության մասին եւ այդտեղ Թուրքիան ոնց որ չկա, այդ կոնտեքստում ոնց եք նայում թուրք-ադրբեջանական եւ թուրք-իսրայելական բանով եւ Միացյալ Նահանգների դերը, որտեղ հարցադրումներ կան, որ հեսա նաև բլոգերներին են հաղում անում, որ ասեցին, հեսա Տրամպը կմիանա Ադրբեջանին, Իսրայելին, չգիտեմ ինչ բլոգերներ ինչեր են ասում, եւ մեր վեճ չնա, փախեք, փրկվեք, սենց այս կոնտեքստով, էլի Իսրայել, Ամերիկա, Ադրբեջան այդ համագործակցության լրջությունը եւ վտանգները մեր համար։ Նա ընդհանրապես մեր վերջը եւ այլն, գիտեմ շատերը կան, չէ, մեր վերջը չի։ Ամենավատ տարբերակի դեպքում էլ, որը շատ քիչ է, որ ասենք են, չգիտեմ, Ադրբեջանը հերթական պատերազմ, էլի մեր վերջը չի։ Բնավ մեր վերջը չի, մենք էլի որպես պետություն կմնանք, որպես էլի բան, միշտ էլ այդ հնարավորությունները կա երկիրը հզորացնելու եւ այլն։ Մենք մոռացել ենք 70 տարի պետականությունը կորցրել ենք, ընդհանրապես պետականություն չենք ունեցել։ Հիմա շատերը կասեն, դե երկիրը զարգանում էր տնտեսապես, հա, զարգանում էր, բայց այդ զարգացումը մի տարվա մեջ դարձավ 0.90 թվերը, որտեղ դա այդ զարգացումը ընդհանուր մի համակարգի մի փոքր մասնիկներ եւ այլն։ Հիմա այստեղ մի երկրի անուն եմ ուզում տալ, որ անունը չտվեցիք, սա Իրանն է։ Այս ամբողջը Իրանի շուրջ է գնում, այսինքն Իսրայել-ադրբեջանական հարաբերությունները կան եւ զարգանում են, որտեղ կա Իրանի վտանգը Իսրայելին եւ բնականաբար Իսրայել թիկունքին կանգնած Միացյալ Նահանգները։ Ինչ ունենք հիմա։ Ունենք նամակը Թրամփի իրանական իշխանություններին եւ երեք էլ ես կարծացի, որ Թրամփը 2 ամիս ժամանակ է տվել Իրանին, որպեսզի վերադառնան այդ ատոմային կամ ծրագրի քննարկմանը, այնտեղ սահմանափակում է եւ այլն։ Մենք եւ Բևերը որպես քաղաքական ուժ եւ անձամբ ես էլի շատ բաներ չբացել եմ, գիտեք ցավը որն է, որ մարդիկ բան չարած կարողանում են այս ամբողջը բացահայտել, իսկ գործի շահից ելնելով մենք շատ բաներ լռության ենք մատնում, հա։ Ուրեմն Ամերիկա, օրինակի համար, երբ որ մի պահ շատ լարված էր Ամերիկա-իրանական հարաբերությունները, մենք դեռ շատ մեծ դեր ունեցանք, հենց կոնկրետ խոսալով, շփվելով այդ երկու երկրների ազդեցիկ ուժերի հետ եւ բացատրելով ամը։ Հիմա այդ աշխատանք կատարվում, այսինքն Իրան-Ամերիկա հարաբերությունների բարելավումը կամ Իրան-Իսրայել բերելու է նրան, որ Ադրբեջանի կարևորությունը դառնալու է երկրորդական։ Սա մեկ, եւ դա դրան գնում են։ Պատահական չի, որ Իրանում
հենց 2-3 օր առաջ օրենքի փոփոխություն մտցվեց, լուծարվեց այսպես կոչված այդ բարոյականության ոստիկանությունը եւ հեշտացվեցին բաները, կանացի հակուկապի այդ պարտադրող օրենքները։ Սրանք հեշտ կատարվող քայլեր էին, դրա համար իսկույն Իրանը արեց ցույց տալու համար, որ ինքը պատրաստ է գնալ այդ համագործակցության։ Ես լիահույս եմ, որ Ամերիկա-Թուրքական-Ամերիկա-իրանական հարաբերությունները, չեմ ասի շատ լավանալու են, բայց որոշակի կանոնակարգվելու են, որից արդեն կնվազի Ադրբեջանի կարևորությունը Իսրայելի համար, եւ ասեմ այդ բաները նաեւ ուռճացված են, որ ասենց ասենք Իսրայելը հեսա Ադրբեջանի հետ, չգիտեմ, ինչեր ալնում, այնտեղ նաեւ հակառակ գործընթացը կա։ Այսօր նույն Իսրայելում շատ ուժեղ հակա-ադրբեջանական տրամադրություններ կա եւ գործունեություն կապված նույն այդ Պաղեստինի հարցում, որ Ալիևը միանշանակ պաղեստինցիներին աջակցեց, կապված նաեւ իսլամացման հետ նույն Ադրբեջանում եւ այդ իսլամական ուժերի հետ համագործակցությունը այնպես որ այդ միանշանակ չի ասել այդ բանը, բայց այսպես է, իսկ ի՞նչն է խանգարում մեզ, որ նույն Իսրայելի հետ մենք էլ փորձենք ավելի տանելի եւ սերտ հարաբերություններ ունենանք, ինչ է խանգարում մեզ, որ մենք այդ իսրայելական հակասությունը Թուրքիայի հետ եւ պաշտպանությունը քրդերին մենք էլ դրա մեջ մեր ազդեցություն ունենանք։ Մենք չենք կարող նստել դիվանին եւ ասել դիվանագետ ենք։ Դիվանագետություն նշանակում է ծնել, գեներացնել մտքեր, գաղափարներ, այդ վերածել հայեցակարգերի եւ այդ հայեցակարգերը կյանքի կոչել։ Իսկ մեր այսպես կոչված դիվանագետություն, եթե նայում եք, զուտ անդրադարձային է, ինքը մեզ մեղադրում են, մենք բան ենք, պատասխանում ենք լավագույն դեպքում, սա է, բայց որևէ նոր գաղափար, իհարկե մի հատ այդ ամուլ գաղափար էր առաջ քաշել Նիկոլը, այդ խաղաղության խաչմերուկը, որը այդպես էլ չաշխատեց եւ բնականաբար չի էլ աշխատելու եւ անգամ բանավոր ոչ մի անգամ դրա մասին ադրբեջանական կողմը չի իշատակել, իսկ մնացած հարցերով մենք ոչ թե բանակցում ենք, այլ բան ենք անում, հաշտվում ենք կամ ընդունում ենք ադրբեջանա-թուրքական տեսակետները, այո։ Շատ լավ, Պարոն Պապյան, ստեղ ես մի քանի հարց այդ նույն բանով կրկնվում է, որը վերաբերում է մտահոգություններին, որ Ադրբեջանը զորք է կուտակում սահմանին, Ադրբեջանը եւ Թուրքիան այս մյուս Սելենովա գրած они заявляют, что после Сирии займутся Арменией, կարծում եմ տենց ուղիղ հայտարարություն չի եղել Թուրքիայի կողմից, որտեղից են վերցնում, եւ հիմնական վերցնում են ռուսական տեղեկատվական դաշտից, որովհետև դա ռուսներին շատ ձեռ է տալիս եւ հակառակը, երբ որ Եվրոմիության դիտորդները պաշտոնական հայտարարություն արեցին, այդ այն ամենաթունդ օրերին, որ հեսա զորքա կուտակում, որ որևէ զորքի կուտակում որևէ արտակարգ իրավիճակ չկա։ Սա այն օրերին, երբ որ հիշում եք 3 անգամ հայտարարություն էին անում, որ հայկական կողմը գնդակոծել է եւ այլն։ Բայց Եվրոմիության բնականաբար դիտորդների մասին ռուսական մամուլը չի գրում, չի խոսում նրանց տեսակետը եւ հակառակը ինքը ադրբեջանական տեսակետն առաջ տանում, բան։ Մի բան պիտի պարզ լինի, որ պատերազմների համար պետքա առնվազն, ասենք ասենք, Ռուսաստանը պիտի շատ ցանկանա, որ Ադրբեջանը պատերազմ սկսի, որ դա լինի, մենակ դա Ադրբեջանով չի։ Համեցեք, իսատ մնացած։ Դուք մի փոքր կանխեցիք արդեն այդ նախադասությունը, նախադասությունները բոլոր տեղերում ավարտվում է, ինչու է ԱՄՆ լուր, ինչու ԱՄՆ հանգիստ նայում այդ ամենին։ ԱՄՆ լուր չի։ Նայեք, էլի եմ ասում, մարդիկ ռուսական կանալների վրա են նստած։ Ռուսական Ամերիկայում եք, մեկ այդ ամերիկյանն հետևեք։ Ես այստեղից հետևում եմ եւ Ամերիկայի թիվ կարծեմ 5-րդ անձն է, դա անվտանգության հարցերով խորհրդականը Տրամփ իր բանով էլի կարգի մեջ զանգեց Ալիևին հենց այդ օրերին, որ այդ բան են անում, հստակ պաշտոնական հայտարարություն եղավ, որ խոսած խաղաղության մասին
ասեց որ մենք չենք հանդուրժի որևէ պատերազմ եւ այլն, այդ տպվել է, եղբայր կարդացեք։ Այս ինչ եմ լուռ մնում։ Ամնի անվտանգության գծով խորհրդականը նախագահի զանգի խոսել է։ Մենք գիտենք ինչ է խոսացել։ Որից հետո ադրբեջանցիք այդ հայտարարությունները լռել են։ Նույն օրը կամ հաջորդ օրը ամնի նախագահի ներկայացուցիչը, որը Միացյալ Նահանգներում էր գտնվում, գնաց Բաքու մի քանի ժամով։ Իհարկե հայկական կողմը չգիտենք ինչի մասին է խոսել։ Սկսեց ենթադրություններ անել, որ չգիտեմ, այդ այցը պրոադրբեջանական, պրոթուրքական է եւ այլն։ Չգիտեմ, կարող է լինի, բայց կարող է ոչ։ Կարող է պրոհայկական էր, ինքը գնաց, որպեսզի իրանց նաեւ այսպես ասած երես բացատրի, որ գիտեք ինչ, այս վերջ տվեք այս ձեր խաղերին, այս մեր բանը նախագահ խոսում է համաշխարհային խաղաղության մասին, պատերազմները կանգնեցնելու մասին եւ այս ձեր հայտարարություններն ու քայլերը գնում են այսպես Թրամփի որպես խաղաղարարի, որպես Նոբելյան խաղաղության մրցանակի խիստ ցանկացողի ցանկությունների դեմ, նենց որ խելոք մնացեք տեղը։ Հասկանում եք, մարդիկ ընտրովի են մեկնաբանում։ Կրկնում եմ, Ամերիկայի մասնակ կա հստակ հերախոսազանգ, որով զսպել են Ադրբեջանին, դա եղել է հայտարարություն պաշտոնական գիտենք։ Եվ կա ամերիկացի պաշտոնյանի այց Բաքու, որից հետո Ադրբեջանի վարքագիծը փոխվել է։ Մենք չգիտենք ինչ է խոսացել, այնտեղ 1000 բան կարա խոսացնել, սկսած ռուսականից, թուրքական, բայց դա սա է հարցը։ Միշտ պետքա մի քանի աղբյուրներ, մի քանի ծագում ունեցող աղբյուրների ծանոթանալ, որպեսզի քիչ թե շատ ավելի առարկայական լինի պատկերացումները իրավիճակի մասին։ Այո։ Եվ դրան էլ գումարած նաև այդ զենքի դրա մասին էլ երկու խոսքով անդրադարձեք, խնդրեմ պարոն Պապյան, այդ Գերմանիայով զենք գալու զորավարության նաև էս էլ արևմուտքի քայլը չէ, փաստորեն դա Իհարկե արևմուտքի քայլն է։ Ես պարզ օրինակ բերեմ, թե Ռուսաստանի ինչպիսի աչառու վերաբերմունք կա։ Ուրեմն աղմուկ են անում, պիտի Երևանը բացատրություն կա, թե այդին զենք է գալիս, ովքեր են գալիս, ինչ որ բան, եղած չեղած է մի հատ զորավարժություն, մի 100 զինվորական, մի քանի հատ էլ զինտեխնիկա։ Եվ այսպես հոխորտալից խոսում են եւ Հայաստանից բացատրություն են պահանջում։ Այն որ Թուրքիան տարին 3-ից 4 մեծ զորավարժություններ է անում ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Թուրքիան ու Ադրբեջանը միասին, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ է անում է, Նախիջևանում անում է Ադրբեջանի այլ տարածքներում, Կարսում են միասին անում Գյումրիի դիմացը, ծմերային վարժություններ են անում, որպեսզի ծմերը, բայց մի հատ բացատրություն չես պահանջում Ռուսաստան Ադրբեջանից, ասես, բայց ինչ ես անում, հազարավոր եւ տասնյակ հազարավոր թուրք զինվորականների մասնակցությամբ, F-15 թուրքական օդանավեր գտնվում են գրեթե մշտապես Ադրբեջանի տարածքում, բայց ինչի բացատրություն չես պահանջում, հենց սա էլ ասում ենք, որ Ռուսաստանը այլևս անզոր է ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ, սիրուն լեզուն փակ է պահում եւ սպասարկում է նրանց շահերը անընդհատ մեզանից մեր դեմ քարոզություն անելով եւ մեզանից այսպես ասած բացատրություններ պահանջելով։ Այո։ Այս մունա բանի այդ մունատային ոճը, որ բոլոր դեպքերում Միացյալ Նահանգներն է մեղավոր, կարծեմ պարոն Պապյանը մի քանի հիմնավոր կետերով անդրադարձավ, թե Միացյալ Նահանգները։ Ես նաև ուրիշ մի կետի եմ ուզում անդրադառնամ։ Ուրեմն հիշեք ժողովուրդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ երկիր է։ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի, այսինքն Հայաստանը ունի երկկողմ պաշտպանության, անվտանգության 1000 տեսակ փաստաթղթեր ստորագրած Ռուսաստանի հետ։ Ամերիկայի հետ չունի, հետևաբար Ռուսաստանն է պարտավոր։ Մեր տարածքում մենք պահում ենք հենց նույն Գյումրիում ռուսական ռազմաբազա եւ կերակրում ենք այդ ռազմաբազային։ Իմ հարկերի հաշվին մենք մի ռազմաբազա ենք պահում առնվազն ծախսերի կեսը մենք հոգալով։ Երբ որ մենք ամերիկյան ռազմաբազա Գյումրիում կպահենք, այդ մունատ կգանք ամերիկացիների վրա։ Երբ որ մենք Ամերիկայի հետ կունենանք ստորագրած փաստաթղթեր փոխադարձ պաշտպանության մասին, այդ ժամանակ էլ կասենք, բա ինչի ձեն չես անում։ Թե մենք արդեն ՀԱՊԿ-ի անդամ չենք, թե Ռուսաստանի հետ այդ բաներ չկա, չէ։
Հետևաբար պետք է արդար լինել։ Առաջին բոլոր պահանջները պետք է հղել ճակերտավոր մեր դաշնակիցներին, նոր դրանից հետո այո նաև պետք է ասել մյուսների մասին, բայց տվյալ դեպքում ամերիկացիք իրենց մասնակցությունը ունեցել են։ Ռուսաստանից որևէ զսպող զանգ չեղել Բաքու, Վաշինգտոնից եղել է։ Այո։ Եվ էլի արևմուտքի Միացյալ Նահանգների հետ կապված այս հարցը լրիվ կարտամ, ընդ որում օգտատեր Լիանա Վարյանովային այս անցած հաղորդումներին էլ ինքը հարցերով, խնդրում եմ գոնե հարցեր տալուց մեկ բանով, որտեղ մի հատ հարցը գրում եք, հետո նորից մտնում մի հատ էլ եք հարց գրում, դրան եք անդրադառնում, բայց այս հարցը սենց է։ Բարև ձեզ, ինչպես եք գնահատում համաշխարհային թվայնացման օրակարգը, որը որ ամեն քայլիդ հետևելու է, որը որ շատերը, այդ թվում վերլուծաբան Տիգրան Ավագյանը, վերաբերվում են որպես թվային ստրկություն, եւ արդյոք Բևերը իշխանության գալուց հետո հետևելու է այդ օրակարգին, թե դեմ է դրան։ Շնորհակալություն։ Թվային ստրկության ենք գնում բանը եւ Բևերը։ Ну, это մի քիչ թունդ ասված, որովհետեւ եթե օրինակի համար մենք այսօր մտնում ենք եւ ինքներս ավիատոմսեր ենք առնում եւ ինչ որ մեկի ոնց որ ասած խափերության գովանջնա մեր ընտրությունը դա թվայնացման շնորհքն է երբ որ այսօր նույն թվայնացման շնորհքով հսկայական համակարգեր են կառավարվում լավ է այսօր որ ես ձեր հետ խոսում եմ այստեղ սա թվայնացման շնորհքն է չլներ թվայնացման տեխնոլոգիան ես չէի կարող մի հատ հեռախոս տնեի խոսալ դուք էլ այս հաղորդումը կազմակերպելու համար 2 ավտոբուս բաներ պետք եւ 8 հատ անտեյանոց հսկայական սարքավորումներ էր պետք եթե անալոգային բանով գնայինք ուրեմն թվայնացումը իր մեջ ունի եւ մեծ մասամբ խիստ դրական է Եվ այս թվայնացումը ուրիշ բան, սա է հարցը, պիտի կարգավորվի օրենքով, այն ինչ որ Ամերիկայում ասեն privacy law եւ այլն եւ այլն։ Եվ մեր մոտ դա խոցելի է, Հայաստանում հատկապես, այսինքն պիտի կարգավորվի, ինչպես պիտի, որտեվ սա լուրջ գործիք է պետության ձեռքին։ Պետության որտեվ ինքը վերահսկում է բոլորին։ Հիմա այս վերահսկման մեջ է լավ եւ վատ կողմեր կա։ Հիմա գիտեք ինչ է, օրինակ ասենք թվայնացումը։ Այն օրը իմ ընկերոջ խանութի դիմաց վթար էր տեղի ունեցել եւ այդ իր կամերաները նկարել էին։ Եվ մեղավոր կողմը մեղադրում էր մյուսին, որ նայա մեղավոր եւ այդ կամերաների շնորհիվ, այսինքն թվայնացման շնորհիվ եւ այլն, ապացուցվեց ով է մեղավոր, ով է անմեղ։ Հիմա լավ է որ արդարը չտուժեց եւ խափեբանտուժ իհարկե լավ է կրկնում եմ ուրեմն մենք բնականաբար եւ որևէ մեկը չի կարող թվայնացման սա բնական գործընթաց է սրա դեմ լինի ինչպես Գուտենբերգը ասենքն գրքերի գուտն արեց շատերը դեմ էին ասում են վայ այս ձեռագրից որ անցանք էս տպագրի ամեն ինչ շատ վատ ալնելու կամ երբ որ առաջի չգիտեմ համակարգիչների եկան դա պիտի գնա զարգանա բայց կրկնում եմ այն պիտի խիստ վերահսկողության տակ լինի օրենքներով այն պիտի կառավարվի եւ պիտի մարդու իրավունքները անձնական կյանքի նկատմամբ իր ասենք հարաբերությունը պետության հետ դրանից չպետք է տուժի այո Շնորհակալություն պարոն նույն Լիանա Վայրանովան այսպես հարցադրում ունի ու էսի ոնց որ շարունակական պնդում անում որ Լուիսի բանակի Կարեն Արայանը ասում է որ 70,000 կարճ եմ կարծում որտեղ շատ բան այո 70,000-անոց բանակ կա Լուիսի բանակում եւ ինչու Բևերը չի համագործակցում ինչ եւ արդյոք ուշ չի լինի հետո որ ասենք ինչ են բաց թողնում 70,000 բանակի հետ համագործակցությունը Ես կխնդրեի որ ինքը ասեր մենք իմանանք այդ 70,000-անոց բանակը որտեղ է տեղակայված կամ երբևէ 700 հոգյանոց ցույց լույսի բանակը արելա թե չէ Մենք սիրով կհամագործակցենք եթե ինքը 70,000 չէ 7,000 մարդ հանի փողոց Ասել միշտ էլ կարելի է տարբեր բաներ ասել հիմա ես էլ կարող եմ ասել 700,000-անոց բանակ էլ մենք ունենք Քերուսկինն էլ 800,000-անոց բանակ ունի հետո ինչ Նայեք, քաղաքական ուժերը պիտի մեկ-երկու հոգու խոսալով չի։ Լույսի բանակի գործունեության մասին ես ինչքան ծանոթ եմ, ինքը ձեր նշած անձը
մի քանի անձինք են, որոնք ինչ որ ելույթներ են ունենում, երբեմն ինչ որ դրոշներով, փոքր խմբերով ինչ որ միջոցառումներ են անում։ Այսինքն ոնց որ ասած ոչ մեդիա ռեսուրսներն ենք տեսել այդ կառույցի, ոչ ասեն գործունեությունն ենք տեսել նույն, չգիտեմ, լոբիստական գործունեությունը, ոչ հայեցակարգային ինչ որ մոտեցումներ ենք տեսել, ինչ որ զարգացման եւ այլն, շատ լավ, մենք ասել ենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, որի հետ մեր հայացքները կամապատասխանի։ Հիմա թող մի հատ հստակ եւ այդ համագործակցության բան կլինի, հստակ թող մի հատ 700 օքյանոց կամ 7000 օքյանոց ցույց անեն, փողոց ելնեն, տեսնեն թե այդ 70,000-ը ովքեր են, ինչ են, որ դրա համար նստենք հետները խոսանք, բան անենք, հասկանանք ինչի ինչոց է։ Ես օրինակի համար չգիտեմ, վերաբերմունքը կարևորագույն հարցերի վերաբերյալ աշխարհաքաղաքական, օրինակ ոնց են պատկերացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ, ոնց են պատկերացնում Արևմուտքի հետ հարաբերությունները, այդ կարևորագույն հարցերը, պաշտպանությունը, եթե ասում են ապավինում ենք մեր ուժերի ոչ արևելք, ոչ արևմուտք բան, այդ դեպքում ոնց է Հայաստանը 2 միլիոն բնակչությամբ եւ չգիտեմ 2.5-3 միլիարդ բյուջեով կարողանում իր անվտանգությունն ապահովել եւ այլն։ Ես այդ բաների պիտի իմանամ այդ հարցերի պատասխանները, որպեսզի հասկանամ առաջինը կա համապատասխանություն, գաղափարական նաև մոտեցում է եւ երկրորդն էլ պիտի իմանամ, որ համագործակցության կառույց կա, որ այդ կարող ես համագործակցել։ Ինչ որ մարկային թիվ կա։ Մենք մեր հելնում ենք բարբերաբար, մենք 2-3 երբեմն 5, 6, 7, 10,000 մեր ցույց անում ենք, ցույց ենք տալիս։ Բա քաղաքական ուժը եթե պիտի գետնի վրա չերևա միայն մեդիա դաշտում պիտի լինի, իմիջիանոց լիքը այդ նման կուսակցություններ կան, որ լսում ես մարդկանց թվում է, որ եթե նայողներ շատ ունեն, հետևորդներ շատ ունեն, չէ, մենք տեսել ենք, որ 100,000 դիտումներ ապահով մարդը 40 հոգի չի կարում փողոց անի, իսկ առանց փողոց անելու ոչ մի բան հնարավոր չէ, որ Հայաստանում իրականացնել, այո։ Սիրելի Լիանա, խնդրում եմ, այս հարցը արդեն դուք ես հիշեցի պարոն Կարո Եղնուկյանին էլ եք տվել եւ ինքը խնդրեց պարոն Եղնուկյանը, որ այդ բանակի տեղը ասեք, խնդրում ենք, այսօր պարոն Պապյանն էլ այդ կոնտեքստում էր հարցադրումը, խնդրում ենք 70,000 չէ, 700 հոկանոց այդ բանակը ցույց տվեք որտեղ է, մենք սիրով գնանք միանանք եւ պարոն Պապյանի ասած կետերով գնանք, տեսնենք որտեղ կարող են։ Սենց եթե ամբողջ տեսեք, ես համբերատարությամբ կարդում եմ, որ չլինի որ եւ ընդ որում ես էլ նշենք պարոն Պապյան, որ BVR-ը հատկապես հիմնական, այսպես YouTube-յան ալիքը միակ քաղաքական ուժն է, որը չի խուսափում ուղիղ ետերներով բաց հարց ու պատասխաններից եւ տեսեք երկրորդ անգամ նույն հարցը խնդրում եմ հաջորդ խորհրդի անդամ կամ հաջորդ հարցազրույց տվողին ուղղակի մինչև այդ բարի եղեք զանգարել, կապվել, BVR-ի հետ կապվել եւ ասել որտեղ են այդ 700 հոգին, մենք նա չլինի էլի որ լինի դու էլ ասայի սկզբունքով։ Քանի որ պարոն Պապյան ես խմբավորում եմ հարցերը, բայց քանի որ այդ նոր նշեցիք 100,000-ներ եւ այլն, մի հատ սենց հարց կա, ես ուզում եմ այս ամբողջական կարտամ, որպեսզի հստակ լինի, էլի, տեսեք ինչ, ես որտեղ անցած հաղորդումներին ես փորձել եմ անդրադառնալ, բայց կարծես կրկնվում է եւ նույնիսկ չգիտեմ, վստահ չեմ, բայց գուցե նույն մարդն է։ Ուրեմն հարց հետեւյալն է, չեք կարծում, որ քանի որ Վարդան Հակոբյանը արդեն դարձել է բլոգերության աստղ, միայն այն բանի շնորհիվ, որ դոգին է աջակցում, օրական 100,000-ից ավել դիտումներ ունի, խնդրեք նրան, որ Արա Պապյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի TikTok-յան վերջին ետերների մասին խոսի եւ իր էջում հղումը տեղադրի, որ նրա եւ նրա թամբած նոր դոգի լսարանը դրանք դիտի եւ ինքնակրթվի եւ դա կարող է նաեւ հանել BVR-ին լճացումից եւ ահավոր ցածր դիտումներից։ Ես մինչև պարոն Պապյան, ձեր արձագանք ես ուղղակի հարգելի Վիլեն Գաբրի օգտատերը, հարգելի Վիլեն Գաբրի, ստեղ մի քանի բան եք դուք բաց թողում, ես բառացի կարտացի են, որ
Եթե կարծում եք, որ Վարդան Հակոբյանը իր այսպես լսարանը չունի եւ պետք է այդ ամբողջը անի ինչ որ մեկի թելադրանքով կամ պետք է իր լսարանը ապահովի Դոգի լսարանով, հետո դուք ձեզ թույլ եք տալիս Դոգի լսարանը բարձր ցածր այս այնպիսի մի շիլաշփոթ եք, կներեք, բայց այնպիսի մի շիլաշփոթ եք եւ ոնց եք պատկերացնում Բևեր ունի իր լսարանը, նայեք իր լսարանի օգտատերերի ահա որ ցածր դիտումներ դուք որտեղ եք տեսնում, որ Բևեր ամենօրյա ցույց տվեք որևէ այլ քաղաքական ուժ, որը այսպիսի դիտումներ ունի եւ այս 100,000-100,000-ից ավել մենք այնտեղ բաժանորդներ ունենք եւ ինչ եք պատկերացնում Արա Պապյանը եւ Ժիրար Սեֆիլյանը պետքա թողնեն մեդիաները եւ գնան այս կամ այն բլոգերին, այսը մի հատ շիլաշփոթ արեցիք, խնդրեմ արտահայտվելուց նախքան հարցը գրելը չէ ոչ թերագնահատել, ոչ ամեն մարդ իր գործն անում, ամեն մարդ իր անելիքն ունի, Վարդան Հակոբյանին էլ հաջողություն, Դոգին էլ ազատություն, բայց սենց շիլա խառնել ով 100,000 ունի, ով չունի, խնդրում եմ սենց հարցադրումներ անելը նայեք Բևերի YouTube-ը Ժիրար Սեֆիլյանը եւ Արա Պապյանը եւ խորհուրդը եւ Բևերը ընդհանրապես իրենց ասելիքները անում են իրանց մեդիաներով իրանց հնարավորություններին խորհուրդը ուղղակի հետևեք Արա Պապյանի, Ժիրար Սեֆիլյանի եւ Բևերի բոլոր YouTube-յան հաղորդումներին ավելի շատ։ Այսքան։ Խնդրեմ պարոն Պապյան։ Նախ դիտումների մասին։ Եթե դուք մտնեք YouTube, որտեղ Արմենչիկի, Արամ Ասատրյանի երկերն է դրած, դիտումները նայեք եւ համատեք, ասենք, Էդգար Հովհաննիսյանի, չգիտեմ, Արամ Խաչատրյանի երաժշտության դիտումների հետ հաստատ վերջինները տուժում են։ Այդ ծևա։ Այսինքն դիտումները այստեղ որևէ բանի ցուցանիշ չեն։ Լավագույն հաղորդումները, լավագույն ֆիլմերը շատ ավելի ցածր դիտումներ ունեն, քան ասենք էժանագին հաղորդումները, թեթև էտա մարդկության 70-ից 88% դա գիտականորեն ապացուցված է, դա բան է, ինչքան էլ վիրավորականը չի, մարդկության 70-80% անասուն է, այս բառի ոչ վիրավորական առումով, ինքը կենդանի է, պարզապես իրա ուղեղը, ես մոռացել եմ գիտնականի անունը, ես կնայեմ, շատ պարզ, այսինքն մարդիկ ծնվում են կենդանու նման, կերակրվում են, բազմանում են, մահանում են։ Այդ 20-30%-ի մեջ է, որ 2-3%-ը առաջ է վերջո գալի եւ ստեղծում է բարիք։ Հետեւաբար դիտումներով եթե նայենք, նույն YouTube-ի վրա ցանկացած պորնո ալիք շատ ավելի դիտում ունի, քան լավագույն հաղորդումները։ Սա մեկ։ Մյուսը դիտումները եւ դիտողները չեն, որ Հայաստանում բան պիտի փոխեն։ Պիտի բան փոխեն նրանք, ովքեր փողոց են դուրս գալու։ Իսկ մենք շատ դիտումներ ունեցող մարդկանց գիտենք, նորից եմ կրկնում, 20-30 հոգի մարդ չեն կարող անեն փողոց։ Հասկանում եք, մեր դիտողները դա խորապես համոզված գաղափարական մարդիկ են, որովհետև իրենք գիտեն ինչ եւ կա հայեցակարգ քաղաքական հարցերի մոտեցումներ։ Մարդիկ նայում են, ասում եք, հա Դոգին շատ են, ես Դոգի հետ այդ բանավեճ ունեցել եմ, բանի վրա կարելի է, որ ինքը ասեց, ինչ շատ ավելի դիտող կար, ասեցի բնական է, պետք է շատ դիտող կան, բնակ, ինչքան սեռապես չբավարարված մարդ կա, հատկապես կին, քեզ լսում է, բնական է, բայց դա չի նշանակում, որ ինքը վաղը պատրաստ է փողոց դուրս գալ եւ երկիր փոխել, կամ ինքը պատրաստ է ճիշտ ընտրություն կատարել։ Եկեք հասկանանք մի բան, մեր խնդիրը իշխանափոխությունը չի միայն, մեր խնդիրը քաղաքականության փոփոխությունն է, որտեղ եթե չփոխվի քաղաքականությունը, երկիրը կմնա նույն ծանր վիճակի մեջ։ Հասկանում եք, հետևաբար մենք հասկանում ենք, որ այս քաղաքական, ոնց որ ասած, նիշան մերն է, եւ ես պիտի ասեմ, չկա մի որևէ քաղաքական ուժ, որ նման հաղթանակ տարած լինի, որքան մենք, շատերը մոռանում են, որ մենք արդեն հաղթել ենք, որտեղ մեր գաղափարներն են հաղթել, երբ որ մենք
տարիներ առաջ նույն Եվրոմիության, նույն ամերիկյան դրոշով փողոց էինք դուրս գալիս, ելույթներ էինք ունենում, բացատրում էինք ռուսների, չգիտեմ, մարտ 16-ի Մոսկվայի պայմանագրի Կարսի հետ վատ կողմերը, մյուս, մեզ բոլորը փնովում էին, բայց մեր գաղափարները հաղթելա չէ այսօր։ Այսօր արդեն պրոռուսական լինելն է դիտարկվում վատ, որովհետև ճշմարտությունը մենք կարողացել ենք տեղ հասցնել։ Ով է մեզանից ավելի շատ բաներ այդ ուղղությամբ դրել մաս բացատրել եւ հիմա էլ դեռ շարունակում ենք տարբեր հաղորդումներով։ Բնական է միջազգային իրավունք եւ միջազգային հարաբերություններ հաղորդաշարը իմ 4-5 հազար երբեմն մի քիչ ավելի մարդ պետք է նայի, որովհետեւ դա ուղեղի աշխատանք է պահանջում։ Իսկ հավյախառն, այսինքն ինչ որ բաներ անել սրան, նրան կզսրեց, էս արեց, քրֆեց եւ այլն, նախները շատ են, դա էլ բնական բան է։ Բնական է, դասական երաժշտությունը շատ ավելի քիչ դիտող ունի, քան ասենք շատ ավելի թեթև էլ ամբողջը բնական է։ Իսկ բլոգերները ես բոլորին հաջողություն եմ մաղթում, բոլոր նրանք ովքեր բացում են ժողովրդի աչքը, թող շարունակեն բացել էլի անեն, ինչ ասեմ, կարևորը ճշմարտությունը ավելի հասանելի լինի։ Այո։ Լավ, շնորհակալություն պարոն Պապյան, հարց էլի ուղիղ կարտամ, քանի որ մի քիչ այսպես խորհրդապաշտական բանով եք ասել TikTok-ում, հարցը կարտամ, ասում է, կարող ենք վստահ ասել, որ պարոն Պապյանի TikTok-ի ետերում ասած այն ծերունու սպանությունը, որը պետք է այստեղի ղեկավարությանը երազում ասել, որ հեռանան, դատապարտեց Հայաստանի վերացմանը, էլի այս կործանման մասը, ծերունով ինչ, խնդրեմ պարոն։ Չէ, նորից եմ կրկնում, Հրանտ Մաթևոսյանը կարծեմ մեծամորի մեջ եսի տողեր ունի, ասում է երբ որ քեզ խփում են դիմադրի, թող մի հատ խփի ասում է, թող դու բանը տեսնեմ ինքը հաջորդ անգամ կխփի թե ոչ, եւ կարևոր բան կա, ասում է մեռնել է այդքան հեշտ չի, մահից մի վախեցիր, հիմա նայեք, այդքան հեշտ չի է պետության մեռնելը, եթե մենք ներքնապես այս հենց հարցը սա է, կարողանանք ճիշտ, ինչի է Նիկոլը քայքայում ներսից քայքայում ժողովրդին մերս գաղափարություն, որտեվ հասկանում է, այդ հայտնի էլի խոսքը բերեմ, որ ասում է նավը չի խորտակում, երբ որ ալիքները դրսից հարվածում են, նավը խորտակում է, երբ որ ջուրը ներս է լցվում, այդ Նիկոլը ներս է լցնում այդ ջուրը, թե չէ դրսի ալիքները մեզ կործանողը չէին, չէ, այո, մենք հիմա գան կոնկրետ ծերունուն, սա մերեն, գիտեք ոլորտեցես, որ միշտ ասում եմ, ի վերջո բևեռի աշխատանքի զգալի մասը չի երևում, անգամ մեր համախոհները բնականաբար չգիտեն, որովհետև մենք հասկանում ենք, որ դա դուրս է գալիս եւ մենք տեսել ենք չեզոքացվում է։ Եվ այո, հենց մեր այդ մտավախությունը դա էր, որ այդ ծերունու սպանությունը, ծերունի իհարկե ճակերտների մեջ եւ նրա, այսպես ասած, կարևոր քայլից 5 օր առաջ պատահական չի կարող լինել։ Եվ չի կարող լինել, մի քայլ էլ ասեմ, դա փողոցում տեղի չի ունեցել, այսինքն պատահական բան չէր։ Հետևաբար մեր դեմ աշխատանք է տարվում, այո, շատ լուրջ աշխատանք է տարվում։ Եվ ես չեմ ուզում այսպես բան անել, մեզ ներկայացնել, չգիտեմ ինչ, բայց այո, մենք գիտենք, որ մենք էլ, անձնապես մենք էլ մշտական վտանգի տակ ենք եւ ամեն ինչ էլ պատրաստ ենք, ամեն ինչ էլ սպասում ենք, որ իրենք ամեն ինչի առաջ էլ պատրաստ են կանգ չեն առնի ոչ բանի առաջ, այսպես ենք, բայց նորից եմ կրկնում, այդ հորետեսական, որ վերջացավ, մարդկա գրում է, արդեն 3-րդ տարին է գրում է, օրերս Հայաստանը կարձակվի եւ կվերջան, Հայաստանը կարձան կվերջան, չէ, չի լինի օրերս, կրկնում եմ, չի լինելու օրերս, անգամ եթե չգիտեմ, միջանցքել բացեն էլի Հայաստանի կործանումը չի, ասեք այդքան հեշտ չի է, այսինքն ինչքան պետություն ստեղծելն է դժվար, նույնքան էլ պետություն կործանելն է դժվար, եթե դու չես ուզում ինքդ կործանվես, իսկ եթե դու քարոզչություն ես ստանում, իմիջա դա թշնամական քարոզչություն է, սեփական երկրի կործանման մասին անդադ խոսալ, դա թշնամական քարոզչություն է, երբ որ Ֆեդմարշալ Պաուլոսին գերեվարեցին Ստալինգրադում,
եւ նրան հնարավորություն տվեցին, որ նա գերմանացի ժողովրդին դիմեր, մի բան էին իրենց պահանջում ասել, որ Գերմանիան դատապարտված է, Գերմանիան ապագա չունի, այնպես որ հանձնվեք։ Հիմա մարդիկ կան, այն քարոշություն անում, որ տպավորություն ունենա, որ իրանք գերավարության մեջ են ու Պաուլսն ասում են Հայաստանը դատապարտված է, Հայաստանը ոչնչանալու է։ Չի ոչնչանալու։ Հայաստանը չի ոչնչանալու, որտեղ քանի դեռ կան մի քանի տասնյակ հազար մարդիկ, որ ուզում են դա չլինի, չի լինելու։ Այո։ Պարոն Պապյան, ես էլ կարդամ հետաքրքիր հարց էր, ընդ որում օգտատերը Զավեն Օգանեսյան ռուսերենով, ուրեմն հարգելի Զավեն Օգանեսյանը ասում է հետևյալը. մենք ազգովի ենք պահանջատեր, բայց ձեր լեկցիաները միայն YouTube-ից կոպեկ պոկելու համար է։ Դատարկ խոսում եք լավ հասկանալով, որ հողերը ուժով են վերցնում, ուրիշ եղանակ չկա։ Ինչ որ պատմելու է, գիտի գրել կարտալ իմացող յուրաքանչյուր հայ։ Այն ինչ որ դուք խոսում եք, YouTube-ից կոպեկ եք փոխում, ընդունում եք լավ։ Հիմա ասում է, հետո ասում է, այս կանը գիտի ինքը եւ յուրաքանչյուր հայ գիտի, բայց հետո ասում է, միակ հարցը ոնց եք իրականացնելու պահանջները եւ ոնց եք վերադարձնելու պահանջվող պահանջատիրությունը։ Խնդրեմ, պարոն Պապյան։ Նախ ասեմ, ես երբեք YouTube-ից ոչ մի ցենտ կոպեկ չեմ ստացել եւ չեմ ստանում։ Այդ որտեղից ենթադրեցին, որ ես YouTube-ից կոպեկ եմ փոխում կամ բան եմ անում։ Կրկնում եմ, ոչ դրամաշնորհի եմ դիմել ստացել, ոչ Սորոս պապիկին, ոչ չգիտեմ այն բանը, Զախարովա մորաքրոջը, ոչ YouTube-ից եմ ստանում։ Ես իմ բոլոր դասախոսությունները, ելույթները բոլորն անվճար են։ Եվ եթե աջակցություն անում, դա միայն լինում է տպագրության հետ, այո, ես հիմա երկու կարևոր գրքի վրա եմ աշխատում եւ դրանք կտպեմ։ Եվ հաճախ նաեւ այդ անգամ տպագրության ծախսի մի մասին վրա, սա մեկ։ Մյուսը, որ ասում եք բոլորը գիտեն, սուտ եք ասում։ Բոլորը չգիտեն։ Չգիտեն բոլորը։ Որովհետև հետո հարց է տալիս։ Գիտի, բայց հարցնում է։ Իմի ձեզ աստուգում, դուք գիտեք, թե ասեմ, որ չգիտեն, առավել եւս չգիտեն, ոնց որ ասած, նրանք ովքեր որ պետք է իմանան որոշում կայացողները նույն դրսում, նախ ասեմ, Ուիլսոն իրավարար վճիռը 2011 թվականն է տպվել, ես եմ տպել դրա անգլերեն, հետո էլի ես եմ տպել դրա թարգմանությունը իսպաներեն, ես եմ տպել ռուսերեն թարգմանությունը, թուրքերեն թարգմանությունը, ես եմ էլի կամ վճարել կամ դրա հայթայթել դրա գերմաներեն, ֆրանսերեն թարգմանության համար, դրա մասին հազարավոր ելույթներ եմ ունեցել, բա որ դուք գիտեք եւ հայությունը գիտեր, բա ինչի դրա մասին չէր խոսում, դրա մասին դա այո գիտեին 20-ականներին Վահան Քարտաշյանի ժամանակ եւ նրա շնորհիվ, բայց դա մոռացվել էր, անգամ Վահան Քարտաշյանի գերեզմանի տեղն էր մոռացվել, ինչի մասին է խոսքը, այդ մարդկանց գերեզմանի տեղը, կամ նույն Ռուբեն Դարփինյանի գերեզմանի տեղներ, գիտեն, ով գիտի դրա մասին, մի հատ էլ ցույց տվեք իմ այս գործունեությունից առաջ դրա նախորդող 50 տարին, ով ինչա դրա մասին գրել, երբ որ ես այդ փաստաթուղթը արխիվից ամերիկյան վերցեցի եւ պատճենում էի, հարցրեցի, ով է վերջին անգամ այս փաստաթուղթը նայել եւ այլն, ասեց մենք լրիվ տվյալները չունենք, ունենք 50 տարվա տվյալները, վերջին 50 տարվա ընթացքում ոչ մեկը, բայց որտեղից գիտեն, հասկանում եք, չի կարելի մակերեսային մի երկու բան իմանալը համարել գիտենալ, իդեպ ես ամեն տարի գրեթե դալիճ եմ վարձում, ամեն տարի կոչ եմ անում մարդկանց, ովքեր որ դեմ են խոսում կամ բան, գան այդ դալիճը, հիմնականում անիմա կամ անի պլազայի, եկեք բան անենք, բանավիճենք եւ դեմ խոսացեք, դեմ խոսացող չկա։ Հիմա ինչպես դա պետք է արվի։ Դրա մասին խոսել շատ պարզ։ Մեր շահերը պիտի համընկնի մեծ ուժերի շահի։ Այդ որ ասում եք մենակ զենքով կա, դուք ոնց եք հաղթելու մենակ զենքով Թուրքիային։ Կարաք բացատրեք։ Ոչ այդպես չի լուծվելու։ Լուծվելու այն ժամանակ, երբ որ աշխարհի մեծամեծերը, այդ թվում Միացյալ Նահանգները շահագրգռված են լինելու, որ անվերահսկելի Թուրքիայի փոխարեն եւ
շատ ավելի սեթևետ դարձող, ստեղծվեն 2-3 պետություններ, որոնք կլինեն ավելի վերահսկելի եւ կառավարելի, թուրքական պետություն, հայկական պետություն եւ այլն եւ այլն։ Սա է։ Դուք պետք է լինեք, որպես Հայաստանը պետք է չլինի ռուսական շահերի սպասարկող, որպեսզի Հայաստանի մեծացումն ու հզորացումը չընկալվի Ռուսաստանի դիրքերի մեծացում եւ հզորացում։ Ինչի 1945-ին արևմուտքը թեմեր, որ Ստալինը գրավեր արևմտյան Հայաստանը, այսպես ասած։ Շատ բարձ պատճառով, որտեղ դա ոչ թե Հայաստանի տարածք էր լինելու, այլ Ստալինյան Սովետ միության։ Իսկ իրանք չէին ուզում, որ Ստալինի դիրքերը միջին արևելքում ամրանա։ Հիմա էլ քանի դեռ մենք ռուսների հետ ենք, ասում են Ղարաբաղի հարցում ինչու՞ չէ։ Այսինքն հայերի դիրքի ուժեղացումը Ղարաբաղում նշում է ռուսների դիրքի ուժեղացում։ 1000 անգամ ասել է դրա մասած է սերբերի օրինակը նայեք, դու Ղարաբաղցիներն էի ասել, սերբերը տուժեցին, տրոհվեցին, անգամ Չեռնագորյան պոկեցին սերբերից, որովհետև պրոռուսական են, որովհետև Ռուսաստանը չի կարողանալու եւ չի ուզելու ձեզ աջակցի, ինչպես սերբերին, ձեզ փուրնա տալու, այդպես էլ եղավ։ Հիմա ուզում ենք Հայաստանը ապագա ունենա, նա չի կարող սպասարկել ռուսական շահերը եւ ապագա ունենա, որտեղ Ռուսաստանը թույլ է, քան հակառուսական ուժերը, Ռուսաստանը այսքան պրո-հայկական չի, ինչքան պրո-ադրբեջանական է։ Վերջ, ուրեմն մենք պիտի պատրաստենք իրավական փաթեթը, մենք պիտի քրդերի հետ աշխատանք տանենք, մենք պիտի ամերիկացիների հետ աշխատանք տանենք եւ այլն։ Այսօր հարյուրավոր ես բան եմ արել իրավարար վճիռ եմ տվել այդ մարդկանց, այդ թվում Թրամփի ամենամոտ շրջապատին տվել եմ, բա տպեիք տայք այդ գիրքը, գիտեիք, կամ այ հիմա ուղարկեք $10,000, ես տպեմ էլի այդ նորից գիրքը բաժանենք, այդ չխոսալու փոխարեն գործ արեք, տվեք $10,000, ես էլի տպեմ էդի, որովհետև այդ եղած գիրքն էլ ինձանից խլել են, փակի տակ են պահում պրոռուսական KGB-ական ուժերը, իմ ամբողջ գրականության հետ բանում, իմ նախկին օֆիսի շենքում, եւ մենք պակաս ունենք, բանը, անցեք գործնականի, որ ասում եք խոսում եք, խոսքից անցեք գործի, հովանավորեք արբիտրալ ավորդի տպագրությունը, այո, համեցեք։ Այո, շնորհակալություն պարոն Պապյան եւ հարգելի օգտատեր Զավեն Օգանեսյան, մենք խնդրեմ պարոն Պապյանը պարզաբանեց, չգիտեն եւ պետքա տարածել, սկսեք ամենափոքրից, եթե կարող եք ֆինանսապես աջակցել, իհարկե կարող եք ուղղակի տարածել պարոն Պապյանի ելույթները, խոսքը, բոլոր այդ պարզաբանումները։ Պարոն Պապյան, քանի որ մարտի 16-ը օրերս էր եւ չարաբաստիկ օրն էր, երբ որ Ռուսաստանը եւ Թուրքիան կիսեցին բարի բուն իմաստով Հայաստանը, այսօր այդ legal բանի approach-ի մեջ ենք մենք, մի հատ հարց իմ մոտ, ինչպես միշտ ամեն հաղորդումը թվում է թե էսել ու էսա կոմպլեքսում միշտ հարց է առաջանում։ Դուք վերջի հաղորդման մեջ նշեցիք անդրադառնալով պայմանագրին, որ փաստորեն մարտի 16-ը սուտ ճիշտ ամսաթիվը չի, հետի կնքվել է հետո, բայց քանի որ բրիտանացիների հետ բան կար, դրա համար 16 են գրել։ Իմ մոտ sense հարց առաջացավ, կարծում եմ հետաքրքիր կլինի մարդկանց։ Եթե դա չէր կնքում իրավաբանական, այսինքն պետության անունից, դա խուժան մի հատ կուսակցություն էր, բոլշևիկյան կուսակցությունն էր։ Այսինքն այդ անգլիացիների հետ կնքած պայմանագիրն էլ, որտեղ դուք կապեցիք, որ դա դրանից առաջ լինի, դա էլ Ռուսաստանի հետ չէր, այսինքն անգլիացիները ինչի էին կնքում պայմանագիր այդ կուսակցության հետ, եթե տենց ենք մոտենում հարցին։ Դա ճանաչում չէր բրիտանացիների կողմից Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունների, Բրիտանիան ճանաչել է 24 թվականի փետրվարի 1-ին սովետական միությունը եւ չի ճանաչել 21 թվականի կամետ օրերին։ Դա առևտրային պայմանագիր էր, ինչու կնքել, որտեղ առևտուր պիտի անեին։ Դրանից առաջ էլ կնքվել էր բանը, post հեռագրի մասին եւ այլն։ Դա առևտրային համաձայնագիր էր, որի մեջ կետ կար, որ պիտի Ռուսաստանը դադարեցնի, չիրականացնի քարոզչություն այս համաշխարհային հեղափոխության ուղղությամբ, որը փաստորեն Մոսկվայի պայմանագրով լրիվ հակառակն էր, որտեղ Մոսկվայի պայմանագիրը
դա հենց համաշխարհային հեղափոխության ուղղված քայլ էր, որտեվ այդ ամբողջ ինչի Ռուսաստանը ստորագրեց, որտեվ բոլշևիկները այդ մարմաճը կար իրանց խելքին, իրան քանի որ դրանից առաջ ձախողվել էր Գերմանիայում եւ Հունգարիայում հեղափոխությունների փորձը, հիշում եք այդ Սպարտակ միությունը կար, Կարլ Լիպկնը, Կլարացետկին, Բելակունը Հունգարիայում բան ձախողվել էր եւ իրանք մտածեցին արդեն 20 թվականի սեպտեմբերին Բաքվում արևելքի ժողովուրդների առաջին համագումարն արեցին եւ ամբողջ այդ քարոզչությունը համաշխարհային հեղափոխության ուղղված էր իսլամական աշխարհին եւ իսլամական գործոնով անել։ Ահա դրա համար էլ առևտրային համաձայնագրի մեջ բրիտանացիների հետ այդտեղ կետ կար, որ դա չպետք է անեն, կեղծեցին ամսաթիվը, ամսի 18-ին էր Մոսկվայի պայմանագիրը, իրենք 16-ով գրեցին, որ իբր թե իրենք դեռ թանակը չչորացած չեն խախտել բրիտանացիների հետ իրենց պարտավորությունը, նախ թուրքերի հետ այբր ստորագրված եղել, հետո նոր միայն բանի հետ բրիտանացիների հետ։ Դա ապացուցված է, դրա մասին առանձին լուրջ ուսումնասիրություն կա, Ռեմ Ղազարյան էր կարծեմ, լուսահոգի մարդ է, տարիքով մարդ էր, մի 40 տարի արխիվներում նայելով եւ ինքը բավականին լավ գիտեր այդ ամբողջը։ Այո։ Պարոն վերջերս նաև հարցազրույց ունեցաք Ռուսաստանի այդ դատական գործընթացի հետ կապված մարտի 16-ի։ Այո։ Դա նպատակը, այսինքն դրանով ինչ ենք ուզում ունենալ, ասենք, այդ ռուսական իրավական ակտը ինչի է բերելու, ինչ օգուտ է տալու կամ բնա, չգիտեմ։ Այն որ Ռուսաստանը չէր դատապարտելու, առավել ևս չէր չեղարկելու Մոսկվայի պայմանագիրը, մենք դա գլխից էլ հասկանում էինք։ Բայց որպիսի դու կարողանաս դիմել այլ կառույցների, մասնավորապես Եվրոպայի մարդու իրավունքների դատարանին, դու պիտի սպառես ներպետական ամբողջ դատավարական գործընթացը, այսինքն քեզանից հայց չեն վերցնի։ Հետևաբար, պարոն Անտոնով Միրզախանյանի այդ այս գործընթացը, որ մենք տարիներ առաջ սկսեցինք, հետապնդում էր մի նպատակ, որ իհարկե քիչ հավանական էր, եթե քաղաքական վիճակը փոխվեր, կարող է դատապարտող բաներ, բայց քիչ հավանական էր, որ կփոխվեր, սպառել այդ դատավարական գործընթացը։ Եվ հիմա մենք սպասում ենք Ռուսաստանի գերագույն դատարանի որոշման փաստաթղթի ստանալու, մենք գիտենք ինչ է եղել որոշումը, իրանք իրանց վրայից գցում են, պարզ ասած, բայց մեզ կարևոր է որ ունենանք վերջնական փաստաթուղթը, որից հետո Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում կարելի է հայց ներկայացնել Ռուսաստանի քաղաքացի անձանց կողմից, ում սեփականության իրավունքները Կարսի եւ ասենք Սուրմալուի Կարսի նահանգում, Սուրմալուի գավառում եւ այլուր սեփականության իրավունքը ոտնահարվել է։ Այսինքն այստեղ շատ կարևոր է հայցը ներկայացնելուց դու պիտի լինես հայցվոր, այսինքն տուժող կողմ պիտի լինես, այն ինչ որ ամերիկացիք ասում են plaintiff, ով կարող է դիմի դատարան։ Այսինքն այս մարդն ասում է, ինչա դիմում մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ասում է իմ ընտանիքը ունեցել է սեփականություն, Կարսում չգիտեմ, տուն է ունեցել, այգի է ունեցել, այս անօրինական գործողության պատճառով ես կորցրել եմ իմ սեփականությունը, այսինքն իմ սեփականության իրավունքը ոտնահարվել է։ Եվ սրա հիմա վրա կարելի է հայցը մուտք անել։ Եվ այստեղ արդեն կարևորը չի անգամ վերջնական վճիռը այդ մարդը իր հողերը հետ կստանա, թե հետ չի ստանա։ Կարևորը արդեն հարցի ինքնին քննարկումն է եւ դատական վճիռը, որ օրինակ եվրոպական դատարանն ասի, որ այդ փաստաթուղթը անօրինական է, ելնելով հենց այդ նշած, որ չգիտեմ, ճանաչված չեն եղել եւ այլն։ Այսինքն այդ տրամաբանության մեջ է մեր գործունեությունը։ Ապազած կարևոր ուղղությունն է դա եւ
Եվ ես նաև առիթից օգտվելով դիմում եմ մարդկանց, ովքեր ունեն ազգականներ կամ լսում են Ռուսաստանի, սա շատ կարևոր է Ռուսաստանի քաղաքացի լինի, որովհետև Ռուսաստանում է սպառվել դատավարական գործընթացի, այսինքն ճանաչում են մարդկանց, ովքեր Ռուսաստանի քաղաքացի են, բայց ունեն փաստաթղթեր, սեփականության վկայականներ, Սուրմալույում, Կարսում, Արտվինում եւ այլն, թող կապվեն ինձ հետ, կարող են ձեր միջոցով կապվել, դա շատ կարևոր է, հետո դա այսպես ասած խմբակային, կձևակերպվի խմբակային հայցի ձևով, ու մենք առաջ կտանենք դա։ Կրկնեմ պարոն Պապյանի ասած, ովքեր ունեն նմանատիպ փաստաթղթեր, հիմքեր ունեցվածքի, խնդրում են կապել ուղիղ կամ մեր միջոցով։ Եվ Ռուսաստանի քաղաքացի են։ Եվ Ռուսաստանի քաղաքացի չափազանց կարևոր է հենց այդ քննարկման առումով, որ իրավիճակվի մարտի 16-ի այդ խուժան փաստաթուղթը, որի պատճառով Հայաստանը այսօր մնում է կիսված երկու այդ արյունարբու կազանների կողմից։ Պարոն Պապյան, քանի որ պայմանագրից խոսեցինք, անչափ հետաքրքիր է եւ շատ շնորհակալություն բոլոր հարցերին, այսպես մանրակրկիտ պատասխանների համար, երևի եզրափակենք հենց այս Հայաստան-Ադրբեջան պայմանագրի շուրջ բանով, ձեր մոտեցումներով, այս ինչի է այսպես խառնվել Երևանում վերլքված այդ երկոտանին, որ պատրաստ է նույնիսկ միակողմանի ստորագրել, չգիտեմ, նոյեմբերի 9-ին պայ մտնում չի երևում, այս կարիկատուրան մի կողմ դրած, ասենք այդ արևմուտքի բանը, ասենք Ֆրանսիայի ողջունելը, Միացյալ Նահանգների, հետո Ալիևի նոր պահանջները, ընդ որում ստեղ մի բաներ կխնդրեի անդրադառնալ, օրինակ բոլորի կողմից sense հավասար կշեռքի կողմից այդ հայտարարություններում դիվանագիտական բանը կար, բայց Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը շատ բան էր, որ հստակ ասում է Հայաստանի ոնց էր խիզախ զիջումներ, այսինքն Գերմանիան ոնց որ ուղիղ մեղում էր, որ սա ինչ պայմանավորվածություն է, ասենք սրա շուրջ ես ինչ վտանգներ եք տեսնում եւ ուր կգնա այս պայմանագրի ստորագրումը, դա էլ ասենք ու ձեր ամփոփիչ խոսքով ավարտել։ Կարելի է ստուգել եւ տեսնել, որ ես մշտապես ասել եմ, որ չի ստորագրվելու խաղաղության պայմանագիր եւ այդ եթե ստորագրվել դա խաղաղություն չի բերի, բայց չի, նորից եմ կրկնում, չի ստորագրվելու այդ փաստաթուղթը, որովհետեւ դրա համար չկա քաղաքական կամք Ադրբեջանի կողմից։ Տեսեք, Ադրբեջանը սկզբից 3 պահանջ էր գնում, 20-20-ից հետո 3 մշտական պահանջներ, հետո աճեցին, դարձան 17։ Ասել, որ ասում են համաձայնեցված են, արդեն 17-ը սուտ են ասում, ոչ ոք համաձայնեցված չի։ Հայկական կողմը ընդունել է Ադրբեջանի պահանջներ, ինչ համաձայնության մասին է խոսքը։ Այսինքն նրանք առաջադրել են, դուք էլ ասել եք բազմաթիվ, չէ, դա բացառվում է, մենք նման բանի չեն գնա, բայց արել եք։ Բայց հիմա արդեն 17 կետերը ընդունելուց հետո Ադրբեջանը պաշտոնապես առնվազն 2 կետ եւս բարձրաձայնեց Ալիևի կողմից, մեկը դա եվրոդիտորդների հեռացումն է սահմանից, մյուսը սահմանադրական փոփոխությունների հարցը։ Բայց այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայն կազմակերպությունը, որը իբր անկախ համայնք է, բայց իրականության մեջ Ադրբեջանի կողմից իշխանության կառավարվող, հնչեցրեց 7 պահանջ։ Արդեն այդ թվում այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, նրանց փոխհատուցումների հարցը, որ նրանց անվտանգության հարցը, Հայաստանի կողմից ընդունել իր մեղավորությունը, այս բոլոր 100-ամյակի բաների համար եւ այլն, նույն Ալիևի կողմից հնչեցված, այսպես ասած, պատերազմի հանցագործների հանձնումը բանին Ադրբեջանին, չէ՞, հնչեցված անուններով
Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անուններով չհասկացա ինչի Տեր-Պետրոսյանն ինչի ուզում ոնց որ թե Տեր-Պետրոսյանն էր ասում էին պատերազմի հաղթողը էտա եթե ինքը պահանջում էր բոլոր նրանց ովքեր կռվել են ուրեմն դի առաջերտին Տեր-Պետրոսյանին պահանջեր բայց Տեր-Պետրոսյանը անունը չտվեց մի քիչ տարօրինակ է ուրեմն իրենք չեն ընդունում Տեր-Պետրոսյանը որպես հաղթող նախագահ Կարծեք այդպես է ինչ որ ստան թեև Սերժն ու Քոչարյանն էլ հաղթող նախագահ հաղթել է այ ժողովուրդն է հաղթել եւ ի հեճուկս էլ ղեկավարների է հաղթել ոչ թե շնորհիվ այլ ի հեճուկս այդ բաների բան չի լինելու Ադրբեջանը չի ուզում թեկուզ եւ ձևական կապանքներ դնել իր գործողությունների վրա մյուսը որևէ փաստաթուղթ չի կարող ապահովել խաղաղություն, քան դեռ չկա ռազմաքաղաքական հավասարակշռություն։ Աշխարհում այդպես է։ Դու կարաս տասնյակ փաստաթղթեր ստորագրես, մասնավորապես նույն նայեք Սիրիա-Թուրքիա տարբերակը, որտեղ եւ սահմաններն էին հստակեցված դիլիմ կամ Թուրքիա-Իրաք այդ հարցը եւ տարբեր ճանաչված լինել սահմաններ։ Այստեղ քարոզչությունը իշխանական ստորաբար է վարվում։ Ինքը ժողովրդին խափում է, որ իբր խաղաղության պայմանագիրը եւ խաղաղությունը դրանք նույն բաներն են։ Դրանք նույն բաները չեն։ Մեկը թուղթ է, որը կարա լինի, մյուսը իրավիճակ է։ Եվ եթե դու չունես համապատասխան հնարավորություններ։ Հիմա ես այստեղ ուղղակի աչքովս մի միտք ընկավ, խորապես սխալ եւ խորապես պրոռուսական որ ասում հույսը մենակ մեր վրա պիտի գնենք, քանի դեռ դրել ենք ուրիշների վրա հույսը, մենք ոչ մանել չենք հասնի եւ այլն։ Նախ առաջինը դրեք մեր վրա դրեք ուզում եք, բայց ինձ հարցը ուզում եմ պատասխան հասկանամ, որ օրինակ հայկական բանակին պետքա 10 միլիարդ դոլար, որպեսզի հավասարակշռի ռազմատեխնիկական առումով ադրբեջանական բանակին։ Մեր վրա դնելով 10 միլիարդ դոլարը որտեղից ենք հայթայթելու։ Երկրի տնտեսությունը ոնց ենք զարգացնելու, մեզ տասնյակ եւ տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ է պետք, մեզ շուկաներ են պետք։ Ոչ մի երկիր հույս իր վրա դնելով չի զարգացել։ Եվրոպայում կար մի երկիր Ալբանիան, որը հույսը դրել էր իր վրա, որտեղ մարդիկ էշերի վրա էին երթևեկում եւ ոչինչ չկար այդ երկրում։ Աղքատ հույսը իր դրած երկիր էր։ Եվ կար հույսը իր վրա չդրած Գերմանիա եւ Եվրոպան, որ ոտի կանգնեց Մարշալի պլանն էր, եւ Կորեան հարավային եւ Ճապոնիան, որ այսօր զարգացած երկիրներ են, շնորհիվ նրա, որ հույսը իրանց վրա չեն դրել։ Աշխարհում դու չես կարող միայն քո վրա դնել։ Այո, դու մենք դրա մասին արդեն խոսել ենք, որ դու պիտի ներքնապես ունենաս գաղափարախոսություն, հզոր քո ազգային արժեքներ, ամբողջ այդ հասկանալի է։ Դա անհրաժեշտ, բայց բավարար պայմանն է։ Այսինքն ներքին բանը։ Եվ ես շատ եմ խոսել Ռեյկլայնի բանաձևի մասին, այդտեղ շատ ամեն ինչ հստակ է, խորհուրդ կտամ կարդան։ Բայց մի ասեք, որ քանի դեռ հույս ուրիշների վրա, որովհետև դա ռուսական պրոպագանդա է, որովհետև եթե ինքը ասում է հույսը մի դրեք ուրիշների վրա, ինքը նկատի ունի արևմուտքը, որովհետև ինքը կա Հայաստանում։ Այսինքն ինքը այսպես թե այնպես կա, ռազմականապես կա, տնտեսապես կա եւ այլն։ Եվ եթե դու հույսը չդնես, ճակերտավոր արևմուտքի վրա, դու իրանից չես կարող ազատվես։ Ինքը քեզ թույլ չի տալու որ հենց այդ նպատակով էլ ակտում է։ Ահա, այդ քարոզչության նպատակը դա է։ Նրանք ովքեր հանդես են գալիս, որ հույսը դնենք մեր վրա եւ այլն, դա ռուսական պրոպագանդա է, որովհետեւ դա մեզ հնարավորություն չի տալու իսկապես ունել ազատ, անկախ, միացյալ, հզոր, բարգավաճ Հայաստան։ Հակառակություն անչափ հետաքրքիր պատասխանների համար Պարոն Պապյան, հուսանք մոտակա օրերի ինֆորմացիա կունենանք այցի վերաբերյալ Մեծ Բրիտանիա եւ Բևերի այդ գործունեությանը աջակցելու համար բոլորին կընտրեմ Բևերի կայքում կա յուրաքանչյուր իր ներդրումը $1, $5 ներդրումով մենք իրագործենք այդ ամբողջ հնարավորություն իրագործելու մեր գործողությունները եւ ապահովելու առաջնորդը
Այսքան շնորհակալություն առողջ ձեզ ձեր ժամեր առաջ են տվել մի ժամ էլ շուտ ձեզ արթնացրին անչափ շնորհակալ լավ ձեզ Հաջողություն ձեզ ստեսություն